Մի մարդ իր ուսերին է կրում խոստումների բեռը, որոնք չի կարող կատարել։ Մի կին փնտրում է մի բան, որը փողը երբեք չի գնել։ Նրանց մեջ մի երեխա, որը շատ վաղ է սովորում, թե ինչ է նշանակում հույս ունենալ։ Մինչ այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Վիկտորի քայլերը ծանրորեն արձագանքում էին գրավատան մաշված կերամիկական հատակին։ Նրա ձեռքերը քրտնում էին, երբ նա բռնում էր մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփը, որն արդեն խունացել էր ժամանակից։ Դրսում, փոշոտ ցուցափեղկի միջով, Աննան կանգնած էր, աչքերը հառած հատակին։ Նա ընդամենը 7 տարեկան էր, բայց արդեն զարգացրել էր արագ մեծացող երեխաների վաղաժամ իմաստությունը։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր անում հայրն այնտեղ, հասկանալն ավելի շատ էր ցավեցնում, քան բուն արարքին ականատես լինելը։ Վաճառասեղանի հետում կանգնած տղամարդը, միջին տարիքի մի պարոն, հաստ ակնոցներով ձանձրացած արտահայտությամբ, վերցրեց ոսկյա մատանին խոշորացույցով զննեց այն։ Վիկտորը այդ լռության յուրաքանչյուր վայրկյանը շեղբի պես էր զգում։ Այդ մատանին ներկայացնում էր մի ժամանակաշրջան, երբ նա դեռ հավատում էր, որ ամեն ինչ կարող է լավ ընթանալ։ Մի ժամանակաշրջան, երբ Ռոզան դեռ իր կողքին էր, մինչ մշտական աղքատության, կուտակվող հաշիվների դստեր առողջության համար վախի բեռը նրան ստիպեցին հեռանալ։ 300, ասաց տղամարդը, առանց Վիկտորին նայելու, անտարբերությամբ դնելով մատանին վաճառասեղանին։ Վիկտորը զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ 300 դրամ։ Տարիների սիրո, հույսի երկնքի տակ տրված խոստումների խորհրդանիշը ավելի քիչ արժեր, քան ուշացած վարձը։ Ավելի քիչ, քան Աննայի բժշկական խորհրդատվությունները։ Ավելի քիչ, քան այն արժանապատվությունը, որը նա հուսահատորեն փորձում էր պահպանել։ Լավ, մրմնջաց նա, ձայնը գրեթե անլսելի։ Փողը ձեռքից ձեռք անցավ, ինչպես մատանին։ Երբ Վիկտորը դուրս եկավ խանութից, Աննան հենց այնտեղ էր, որտեղ նա թողել էր նրան, իր մաշված ուսապարկը մեջքին կոշիկները, որոնք ակնհայտորեն նեղ էին, բայց նա երբեք չէր բողոքում։ Նա նայեց հորը ոչինչ չասաց։ Պետք չէր։ Նրա դատարկ ձեռքերն ամեն ինչ ասում էին։ Գնանք տուն, ասաց Վիկտորը, փորձելով ժպտալ, բայց ժեստը չհասավ նրա աչքերին։ Երբ նրանք քայլում էին Երանի բանուկ փողոցներով, անցնելով խանութների կողքով, ուր չէին կարող մտնել, ռեստորանների, որոնց բույրերը պարզապես տանջանք էին, Վիկտորը մտածում էր, թե ինչպես էր հասել մինչ այդ։ Կրթությամբ քաղաքացիական ինժեներ էր, 3 տարի առաջ տնտեսական ճգնաժամի ժամանակ կորցրել էր իր աշխատանքը։ Այդ ժամանակից ի վեր դա ձախողված հարցազրույցների անվերջ շարք էր։ Միշտ նույն արդարացումը, տեղական արմատներ չուներ, ինքնակենսագրության մեջ բացեր կային, գերորակավորված էր կամ թերորակավորված, միշտ ինչ-որ պատճառ մերժման համար։ Այն պատահական աշխատանքները, որոնք նա կարողանում էր գտնել, հազիվ էին վճարում հիմնական կարիքները։ Նա վերանորոգում էր հարանների իրերը, տուփեր էր տեղափոխում շուկաներում, ամեն ինչ, որը չէր պահանջում պաշտոնական պայմանագիր կամ մշտական հասցեի ապացույց։ Բայց ոչինչ բավարար չէր։ Երբեք բավարար չէր։ Աննան ծնվել էր սրտի արատավոր փականով։ Դա մի բան չէր, որն անմիջապես վտանգում էր նրա կյանքը, բայց պահանջում էր մշտական հսկողություն, թանկ դեղորայք ապագայում վիրահատության մշտական հնարավորություն։ Երբ Ռոզան հղիացավ, նրանք լավ էին։ Վիկտորը լավ աշխատանք ուներ, պլաններ, երազանքներ։ Բայց Աննայի հիվանդությունը համընկավ նրանց ֆինանսական փլուզման հետ, Ռոզան չկարողացավ դիմանալ։ Այլ տղամարդ չկար, ոչ մի սկանդալ։ Միայն հյուծվածությունը, ամեն օր արթնանալով չիմանալով, թե արդյոք բավականաչափ ուտելիք կլինի, կամ արդյոք դուստրը կունենա անհրաժեշտ դեղերը։ Նա քեզ լքեց, որովհետև թույլ էր, ոմանք ասում էին։ Բայց Վիկտորը գիտեր, որ դա այդքան պարզ չէր։ Ռոզան թույլ չէր։ Նա պարզապես հասել էր իր սահմանին, ոչ բոլորն ունեն նույն սահմանը։ Նա դրա համար չէր ատում նրան։ Ոչ ոքի ատելու էներգիա չուներ։ Նրա ողջ էներգիան ուղղված էր դրան, որ Աննան մանկություն ունենա, նույնիսկ եթե դա մնացորդներից ստեղծված մանկություն էր։ Նոր-նորքի մանրակրկիտ բնակարանում, որտեղ նրանք ապրում էին, բարակ պատերով, որոնց միջով լսվում էին հարանների վեճերը, անընդհատ կաթող լոգարանով, Աննան պահում էր իր գանձերը։ Նա նոր խաղալիքներ չուներ, միայն մի քանիսը, որոնք նվիրել էր տեղական եկեղեցին։ Բայց նա ուներ հատուկ փոքրիկ տուփ, որը երեսպատված էր կարմիր կտորով, որը ինքն էր մանկական խնամքով սոսնձել։ Այնտեղ էր երեքով լինելու ժամանակի լուսանկարը, Վիկտորը, Ռոզան, փոքրիկ Աննան։ Եվ այնտեղ պետք է լիներ մատանին։
Հայրիկ, ասաց Աննան այդ երեկո, երբ նրանք ուտում էին լոլիկի սոուսով մակարոն, շաբաթվա մեջ 4-րդ անգամ դպրոցի տիկինը հարցրեց, թե արդյոք ես էքսկուրսիա եմ գնալու։ Վիկտորը դադարեց ծամել։ Նա գիտեր այդ էքսկուրսիայի մասին։ 50 դրամ։ Այն հեշտությամբ կարող էր լինել 50,000։ Ես ասացի, որ չեմ ուզում գնալ, արագորեն շարունակեց Աննան, տեսնելով հոր դեմքի արտահայտությունը։ Ասացի, որ չեմ սիրում կենդանաբանական այգիներ։ Աննա. Ճիշտ է, հայրիկ։ Ես իսկապես չեմ սիրում։ Կենդանիները փակված են։ Դա տխուր է։ Վիկտորը դրեց պատարագաղը ափսեի վրա։ Այդ աղջիկը, իր փոքրիկ Աննան, ստում էր իրեն պաշտպանելու համար։ 7 տարեկան էր, արդեն սովորել էր ձավորել իր ցանկությունները, համապատասխանեցնելով նրանց սուղ բյուջեին։ Դա կոտրում էր նրա սիրտը այնպես, ինչպես նա չէր կարող անվանել։ Մի օր, ասաց նա, ատեց թե ինչպես էին այդ բառերը դատարկ հնչում, մի օր մենք իսկական ճանապարհորդություն կանենք։ Ոչ դպրոցական էքսկուրսիա։ Միայն մեզ համար ճանապարհորդություն։ Աննան ժպտաց, բայց դա նրա ժպիտն էր, ով սովորում է շնորհակալություն հայտնել խոստումների համար, որոնք գուցե երբեք չկատարվեն։ Մինչդեռ, Երանի մյուս կողմում, քաղաքի լուսավոր տեսարանով բնակարանում, Օլիվիա Ալյանցը մենակ էր։ Միշտ մենակ, նույնիսկ երբ մարդկանցով շրջապատված էր։ 31 տարեկանում նա զգալի կարողություն էր ժառանգել, երբ նրա ծնողները տարիներ առաջ մահացել էին դժբախտ պատահարից։ Հաջողակ գործարարներ էին, կառուցել էին անշարժ գույքի ոլորտում կայսրություն։ Եվ հիմա, այդ ամենը նրանն էր։ Փողը պետք է լուծեր բոլոր խնդիրները։ Պետք է բերեր ուրախություն, ազատություն, անսահման հնարավորություններ։ Փոխարենը, այն բերեց բարդ մենակություն։ Շրջապատի մարդիկ ունեին երկու ռեժիմ՝ սրտխառնոց առաջացնող շողոքորթություն կամ քողարկված դատապարտում։ Ոչ ոք նրան չէր տեսնում որպես Օլիվիա։ Նրանք տեսնում էին միայն ալյանսների ժառանգուհուն, ազգանունը, որը գալիս էր ակնկալիքների նախանձի հավասար մասերով։ Հոգնած լինել անուն ոչ թե անձնավորություն, Օլիվիան որոշում կայացրեց։ Նա որոշ ժամանակ կապրեր անանուն։ Առանց ազգանվան բեռի, առանց վարորդների, առանց դիզայներական հագուստի զրահի։ Նա պարզ բնակարան վարձեց Դավթաշենի սովորական թաղամասում, հագավ աննկատ հագուստ, որոշեց փորձել, թե ինչ է նշանակում անտեսանելի լինել։ Հենց քաղաքում այդ շրջագայություններից մեկի ժամանակ, հագնված պարզ ջինսերով հիմնական բլուզով, նա մտավ գրավատուն։ Հատուկ պատճառ չուներ, պարզապես հետաքրքրություն։ Նա ուզում էր տեսնել, թե ինչպիսին է այն աշխարհը, որը միշտ գոյություն է ունեցել իրենին զուգահեռ, բայց որին նա երբեք չէր դիպչել։ Հենց այդ ժամանակ նա տեսավ Վիկտորին։ Նա մեջքով էր, կրացած վաճառասեղանի վրա, լարվածությունը տեսանելի էր նրա ուսերին։ Այդ պատկերի մեջ մի բան կար, որը գրավեց նրան։ Ոչ թե կարեկցանք, ոչ էլ սովորական իմաստով։ Դա ավելի խորն էր։ Ճանաչում, գուցե։ Երբ նա շրջվեց, Օլիվիան տեսավ նրա դեմքը, նա այնտեղ տեսավ մի պայքար, որը լավ էր ճանաչում, նույնիսկ եթե լիովին այլ պատճառներով։ Դա մեկի դեմքն էր, ով փորձում էր պահպանել արժանապատվությունը, մինչ աշխարհը դավադրություն էր անում այն խլելու համար։ Նա չգիտեր, թե ով է նա։ Չգիտեր նրա պատմությունը։ Բայց այդ պատկերը, այդ մարդու, ով թանկարժեք մի բան էր հանձնում միզերության դիմաց, դրոշմվեց նրա մտքում որպես ցավոտ լուսանկար։ Օլիվիան դուրս եկավ խանութից նրանից անմիջապես հետո, բայց հեռավորություն պահպանեց։ Նա տեսավ, թե ինչպես նա հանդիպեց դրսում իրեն սպասող աղջկան։ Տեսավ, թե ինչպես աղջիկը չնայեց հոր դատարկ ձեռքերին։ Տեսավ, թե ինչպես նրանք միասին քայլեցին, անաղմուկ միություն քաղաքային քաոսի մեջ։ Առանց հստակ հասկանալու, թե ինչու, Օլիվիան հետեց նրանց մի քանի թաղամաս, պահպանելով անվտանգ հեռավորություն։ Նա տեսավ, թե ինչպես նրանք մտան հին շենք, գեղապատ ներկով ժանգոտած արտաքին սանդուղքով։ Նա դիտեց, մինչ որ երկրորդ հարկի բնակարաններից մեկի լույսերը վառվեցին։ Երբ նա վերջապես վերադարձավ իր հարմարավետ բնակարան, Օլիվիան չկարողացավ այդ տեսարանը մտքից հանել։ Պառկած իր հսկայական մահճակալին, նայելով բարձր առաստաղին, նա մտածում էր, թե որքան տարօրինակ են կյանքի անհամաչափությունները։ Նա ուներ ամեն ինչ ոչինչ։ Նա ուներ ոչինչ ամեն ինչ։ Նա, շրջապատված շքեղություններով, ձգտում էր իսկական կապի։ Նա, զրկված հիմնական հարմարություններից, ուներ մի բան, որը նա երբեք չէր կարողացել գնել, հստակ նպատակ, մեկը, ում համար պայքարելու։
Հաջորդ օրերին Օլիվիան իրեն բռնեց, վերադառնալով այդ տարածք։ Նա իրեն ասում էր, որ դա պարզապես սոցիոլոգիական հետաքրքրություն էր, իրական կյանքը ավելի լավ հասկանալու փորձ, որից նա միշտ պաշտպանված էր եղել։ Բայց խորքում նա գիտեր, որ դա ավելին էր։ Նա այդ մարդու այդ երեխայի մեջ տեսել էր մի բան, որը նրան անսպասելիորեն էր դիպչել։ Դա տեղական շուկայում էր, մեկ շաբաթ անց, որ նա նրանց նորից տեսավ։ Վիկտորը հրում էր գրեթե դատարկ սայլակը, Աննան նրա կողքին էր։ Օլիվիան ձացրեց, թե ապրանքներ է ընտրում, մինչ դիտում էր նրանց աննկատ։ Նա տեսավ, թե ինչպես Աննան մատնացույց արեց գունավոր հացահատիկի տուփը, այն մուլտֆիլմերի կերպարներով։ Նա տեսավ աղջկա անմեղ ցանկության հայացքը, Վիկտորի դեմքի արտահայտությունը, որը փակվեց զսպված ցավից։ Այս մեկն ավելի համեղ է, մեղմորեն ասաց Վիկտորը, ներքի դարակից վերցնելով ընդհանուր ապրանքանիշի մեկը։ Եվ ավելի շատ է։ Աննան գլխով արեց, ընդունելով այլընտրանքային պատմությունը։ Բայց Օլիվիան տեսավ այն պահը, երբ աղջիկս մեկ անգամ նայեց գունավոր հացահատիկին, նախքան շրջվելը։ Դա փոքր, անաղմուկ սուգ էր։ Այնպիսի սուգ, որը ոչ ոք չէր նկատի, բայց որը կուտակվում էր որպես անտեսանելի սպիներ երիտասարդ հոգու վրա։ Հետո մի բան պատահեց, որը Օլիվիայի արյունը եռացրեց։ Մի լավ հագնված տղամարդ, գնումներով լի սայլակը ձեռքին, անցնելիս դիտավորյալ բախվեց Վիկտորին։ «Զգույշ եղեք, թե ուր եք գնում», ասաց տղամարդը արամարանքով, Վիկտորին գլխից մինչ ոտք նայելով։ Վիկտորը պատրաստվում էր ավտոմատ կերպով ներողություն խնդրել, բայց հետո տեսավ, թե ինչպես տղամարդը նայեց Աննային նույն արամարանքով։ Մի բան փոխվեց նրա կեցվածքում։ Նա կանգնեց հարձակվողի իր դստեր միջ, ուսերը լայնացան, գզակը բարձրացավ։ «Դուք եք բախվել ինձ», ասաց Վիկտորը, ձայնը ցածր, բայց ամուր։ «Եվ ես առաջարկում եմ ավելի զգույշ լինել»։ Տղամարդը հոգոց հանեց, մրմնջալով ինչ-որ բան ամբոխի մասին, բայց շարունակեց իր ճանապարհը։ Վիկտորը մնաց այնտեղ մի պահ, խորը շունչ քաշելով, նախքան Աննային նայելը։ «Լավ ես, փոքրիկս»։ «Այո, հայրիկ»։ Օլիվիան դիտեց ամբողջ տեսարանը իր դիտակետից, մի բան շարժվեց նրա մեջ։ Նա ակնկալում էր տեսնել Վիկտորին, գծկված, ինչպես շատերն են անում, երբ բախվում են անհարգալից վերաբերմունքի։ Բայց նա արել էր հակառակը։ Նույնիսկ ամեն ինչից զրկված, նույնիսկ պարտության բեռը իր ուսերին կրելով, երբ խոսքը վերաբերում էր իր դստեր պաշտպանությանը, նա ուժ էր գտնում։ Հենց այդ հակասությունն էր, որ նրան հմայում էր։ Կոտրված մարդ, ով հրաժարվում էր ոչնչացվել։ Հայր, ով ոչինչ չուներ, բայց ամեն ինչ տալիս էր։ Այնտեղ արժանապատվություն կար, մի արժանապատվություն, որը ոչ մի գումար չէր կարող գնել կամ խլել։ Երբ նրանք դուրս եկան շուկայից, Օլիվիան մնաց մի քանի րոպե, ծածնելով, թե զննում է ապրանքներ, որոնք մտադիր չէր գնել։ Նրա միտքը արագ էր աշխատում։ Մի բան կար, որ նա կարող էր անել։ Պետք է աներ։ Եվ եթե աներ, դա կլիներ իսկական օգնություն, թե պարզապես իր մեղավոր խիղճը հանգստացնելուց մեկ միջոց։ Այդ հարցերը նրան կհետապնդեին հաջորդ շաբաթներին, մինչ այդ պատահական հանդիպումը կվերածվեր շատ ավելի բարդ մի բանի, քան նա կարող էր պատկերացնել։ Որովհետև երբեմն ուրիշի ցավը տեսնելը պարզապես կարեկցանք չէ։ Դա նրանց մեջ մեր սեփական մենակության, իմաստ փնտրելու մեր սեփական ձգտման արտացոլումն է։ Եվ դա ճանաչելը փոխում է ամեն ինչ։ Հաջորդող շաբաթները Օլիվիայի համար տարօրինակ առօրյա բերեցին։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա անելիք ուներ, բացի ներդրումները կառավարելուց դատարկ սոցիալական միջոցառումներին մասնակցելուց։ Նա սկսեց հաճախել քաղաքի այդ հատվածը, միշտ աննկատ, միշտ հեռվից դիտելով։ Դա հետապնդում չէր, նա իրեն ասում էր։ Դա պարզապես իսկական հետաքրքրություն էր, հասկանալու իրենից տարբերվող իրականությունը։ Բայց խորքում նա գիտեր, որ իրեն էր խաբում։ Ավելին կար։ Վիկտորն ու Աննան ներկայացնում էին մի բան, որը նա կորցրել էր, երբ նրա ծնողները մահացան, փողը դարձավ նրա միակ ուղեկիցը։ Նրանք կապ ունեին։ Անվերապահ սեր։ Նպատակ։ Այն բոլոր բաները, որոնք նրա կարողությունը չէր կարող գնել։ Անձրոտ մի կեսօր էր, երբ Օլիվիան նրանց նորից տեսավ, այս անգամ մի իրավիճակում, որը նրան հատկապես անհանգստացրեց։ Վիկտորը դուրս էր գալիս կենտրոնի արտրային շենքից, որտեղ ակնհայտորեն մեկ հարցազրույց էր ունեցել։ Նա անմիջապես ճանաչեց մարմնի լեզուն, իջած ուսեր, քայլքը դանդաղ, նրանց արտահայտությունը, ովքեր նորից մերժում էին ստացել։
Աննան սպասում էր նրան մոտակա հրապարակում, նստած ծառի տակ գտնվող նստարանին, պաշտպանվելով թեթ անձրից։ Երբ նա տեսավ հորը մոտենալիս, հարցնելու կարիք չզգաց։ Պատասխանը դրոշմված էր նրա դեմքին։ Չստացվեց, ասաց Վիկտորը, նստելով նրա կողքին։ Լավ է, հայրիկ։ Մենք կհասնենք դրան։ Այդ մանկական ձայնի հասունությունը միաժամանակ հիացմունք էր առաջացնում, հուսահատեցնում։ Օլիվիան, դիտելով փողոցի մյուս կողմի սրճարանից, զգաց, թե ինչպես է մի բան սեղմվում իր կրծքի մեջ։ Ինչպես էր հնարավոր, որ 7-ամյա երեխան ստիպված լիներ մխիթարել իր հորը մասնագիտական ձախողումների համար։ Ինչպես էր հնարավոր, որ նա պետք է ուժեղ լիներ, երբ պետք է պարզապես երեխա լիներ։ Այդ գիշեր, իր բնակարանում, Օլիվիան որոշում կայացրեց։ Նա չէր կարող պարզապես շարունակել դիտել։ Պետք է մի բան աներ։ Բայց նա գիտեր, որ մոտեցումը պետք է զգույշ լիներ։ Հպարտություն կար, արժանապատվություն, որը չէր կարող ոտնահարվել։ Եթե Վիկտորը իմանար, որ ինչ-որ մեկը փորձում է օգնել նրան կարեկցանքից դրդված, դա կարող էր կործանել այն քիչ ինքնահարգանքը, որը նա դեռ ուներ։ Նա սկսեց նուրբ ձով։ Օգտագործեց իր կապերը գործարար աշխարհում, պարզելու, թե որտեղ էր Վիկտորն ուղարկել ինքնակենսագրականներ։ Այնուհետ, աննկատ միջնորդների միջոցով, նա սկսեց բացել որոշ դռներ։ Միջին չափի շինարարական ընկերություն, որին ժամանակավոր քաղաքացիական ինժեներ էր պետք։ Անվճար տեխնիկական դասընթաց շինարարության նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, որի գրանցումները բաց էին։ Փոքր հնարավորություններ, որոնք կարող էին համընկնում թվալ։ Նա ուսումնասիրեց Աննայի սրտի վիճակի մասին։ Պարզեց պետական առողջապահական ծրագրեր, որոնք կարող էին օգնել բժշկական ծախսերի հարցում։ Լրացրեց ձաթղթեր Վիկտորի անունից, անհրաժեշտության դեպքում կեղծելով ստորագրությունները։ Նա գիտեր, որ ներխուժում էր նրա անձնական կյանք, առանց թույլտվության շահարկելով նրա կյանքը։ Բայց արդարացնում էր, իրեն ասելով, որ նպատակն արդարացնում է միջոցները։ Առաջին նշանը, որ իր պլանը գործում էր, եկավ 3 շաբաթ անց։ Օլիվիան իր սովորական դիտորդական սրճարանում էր, երբ տեսավ Վիկտորին ու Աննային փողոցով անցնելիս։ Նրա մեջ մի բան այլ էր։ Ուսերը մի փոքր ավելի քիչ էին կռացած։ Քայլքը մի փոքր ավելի էներգիա ուներ։ Ավելի ուշ, իր աղբյուրների միջոցով, նա պարզեց, թե ինչու։ Վիկտորը զանգ է ստացել շինարարական ընկերությունից։ Նրանք ուզում էին հարցազրույց անցկացնել նրա հետ ժամանակավոր պաշտոնի համար։ Դա երազանքի աշխատանքը չէր, բայց դա սկիզբ էր։ Դա հույս էր։ Սակայն այդ փոքր հաջողության հետ եկավ նա մի բարդություն, որը Օլիվիան չէր կանխատեսել։ Վիկտորը սկսեց կասկածել։ Ինչպես էին այդ հնարավորությունները այդքան հանկարծակի առաջանում, ամիսներ շարունակ փակ դռներից հետո։ Ինչու։ Հիմա։ Ինչու։ Հենց ինքը։ Մի գիշեր, երբ Աննան քնած էր, Վիկտորը արթուն էր, ամեն ինչ մտքում անցկացնելով։ Նամակները, որոնք ժամկետից ուշ էին հասնում, ընկերությունների զանգերը, որոնց հետ նա հազիվ էր հիշում, որ կապվել էր, այն ծանուցումը, որ Աննայի բժշկական պարտքը խորհրդավոր կերպով կրճատվել էր սոցիալական ծրագրի շնորհիվ, որի համար նա չէր հիշում, որ դիմել էր։ Այս ամենը իմաստ չուներ։ Նա սկսեց հարցեր տալ։ Զանգահարեց հաստատություններ, փորձեց հետել իր կյանքի այդ հանկարծակի փոփոխությունների աղբյուրին։ Եվ աստիճանաբար կտորները սկսեցին իրար համապատասխանել։ Միշտ կային միջնորդներ, խորհրդատվական ընկերություններ, անդեմ կազմակերպություններ։ Բայց շղթայի ինչ-որ տեղ միշտ հայտնվում էր կապ, որքան էլ նուրբ լիներ, որոշումների հետ, որոնք գալիս էին վերից, զգալի ռեսուրսներ ունեցող մարդկանցից։ Ինչ-որ մեկը խառնվում էր իր կյանքի անտեսանելի թելերին։ Եվ դա նրան զայրացնում էր։ Այդ կասկածին դիմակայելու հնարավորությունը անսպասելիորեն եկավ։ Վիկտորը շինանյութի խանութում էր, գներ էր ուսումնասիրում մի փոքր աշխատանքի համար, որը նա ստացել էր, երբ տեսավ նրան։ Օլիվիան խանութի մյուս կողմում էր, պարզ հագնված, բայց ոչ բավականաչափ պարզ։ Մի բան կար նրա հագուստի մեջ, նրա շարժվելու ձի մեջ, որը մատնում էր նրա իրական սոցիալական դիրքը։ Եվ հետո նա հիշեց։ Գրավատունը։ Նա այնտեղ էր։ Նա տեսել էր նրան, հակիրճ, այն օրը, երբ վաճառել էր իր մատանին։ Այդ ժամանակ նա մեծ ուշադրություն չէր դարձրել, շատ էր կենտրոնացած իր սեփական ցավի վրա։ Բայց հիմա, նրան նորից տեսնելով, մի բան կտտացրեց նրա մտքում։
Նա սկսեց հետել նրան, խաղը շրջելով։ Տեսավ, թե ինչպես էր նա դիտում իրերը, ինչպես է շփվում վաճառողների հետ, անսահմանափակ կրեդիտ քարտը, որը նա օգտագործում էր առանց մտածելու։ Եվ հետո նա հետեց նրան մինչ իր իրական բնակարանը, վերնահարկի բնակարանը, ոչ թե այն համեստը, որը նա վարձել էր իր սովորական կյանքի փորձի համար։ Օլիվիա Ալյանց։ Դժվար չէր պարզել, թե ով է նա։ Համացանցում պարզ որոնումը բացահայտեց ամեն ինչ։ Անշարժ գույքի կարողության ժառանգուհի։ Սիրողական բարերար։ Հայտնի իր նվիրատվություններով սոցիալական նպատակների համար։ Վիկտորը զգաց, թե ինչպես է զայրույթը աճում իր մեջ որպես ալիք։ Այսպես էր։ Նա բարեգործական նախագիծ էր։ Ձանձրացած հարուստ կնոջ զբաղմունք, ով ուզում էր իրեն ավելի լավ զգալ։ Նրա թշվառությունը, դստեր պայքարը, այդ ամենը պարզապես զվարճանք էր մեկի համար, ով երբեք նույնիսկ մեկ օր իսկական դժվարություն չէր ապրել։ Նա սպասեց նրա շենքի դրսում։ Երբ Օլիվիան դուրս եկավ, հավանաբար գնալով իր դիտորդական սեանսներից մեկին, Վիկտորը կանգնեցրեց նրան։ «Մենք պետք է խոսենք», ասաց նա, ձայնը լցված զսպված կատաղությամբ։ Օլիվիան կանգ առավ, զարմացած։ Մի պահ նա մտածեց մերժել, ձացնել, թե չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Բայց նրա աչքերում տեսավ, որ դա անօգուտ կլինի։ Դուք գիտեք, թե ով եմ ես, դա հարց չէր։ Ես հստակ գիտեմ, թե ով եք դուք, Օլիվիա Ալյանց։ Եվ ես հստակ գիտեմ, թե ինչ եք արել։ Նրանք գնացին մոտակա սրճարան, չեզոք միջավայր, որտեղ կարող էին խոսել, առանց շատ ուշադրություն գրավելու։ Նրանց միջ լարվածությունը շոշափելի էր։ Վիկտորը նստեց, ձեռքերը բռունցքած սեղանին։ Օլիվիան փորձում էր պահպանել հանգստությունը, բայց նրա աչքերում մի խոցելի բան կար։ Ինչու՞ հարցրեց Վիկտորը, ձայնը ցածր, բայց ուժգին։ Ինչու՞։ Եք դա անում։ Մենք ձեզ համար ինչ-որ փորձարարություն ունենք։ Ձեր փողի մասին ավելի լավ զգալու միջոց։ Դա այդպես չէ, սկսեց Օլիվիան, բայց Վիկտորը ընդհատեց նրան։ Այդպես չէ։ Ուրեմն, ինչ է։ Դուք ինձ տեսաք իմ ամենավատ պահին, վաճառելով վերջին բանը, որը սենտիմենտալ արժեք ուներ ինձ համար, որոշեցիք ինչ։ Որ ես պետք է փրկվեի։ Որ իմ կյանքը պետք էր ձեր աստվածային միջամտությանը։ Ես պարզապես ուզում էի օգնել։ Օգնել։ Վիկտորը գրեթե ծիծաղեց, բայց դա անհում հնչյուն էր։ Դուք ներխուժեցիք իմ անձնական կյանք։ Շահարկեցիք իմ կյանքը։ Որոշումներ կայացրեցիք իմ դստերս մասին, առանց իմ համաձայնության։ Եվ դա անվանում եք օգնություն։ Օլիվիան զգաց բառերը որպես ապտակներ։ Որովհետ նա ճիշտ էր։ Այն ամենը, ինչ նա արել էր, բոլոր արդարացումները, որոնք նա ստեղծել էր, ամեն ինչ հանգում էր դրան, նա խլել էր նրանից միակ բանը, որը դեռ ուներ։ Նրա ինքնավարությունը։ Իր սեփական ճանապարհը ընտրելու իրավունքը, նույնիսկ եթե դա պայքարի ճանապարհ էր։ Ես տեսա ձեզ, ասաց նա վերջապես, իր ձայնը սկսեց դողալ։ Տեսա ձեզ ձեր դստերը։ Եվ տեսա մի բան, որը ես վաղուց էի կորցրել։ Կապ։ Սեր։ Նպատակ։ Ես ունեմ ամեն ինչ, ոչինչ չունեմ։ Դուք ոչինչ չունեք, ունեք ամեն ինչ։ Մի ռոմանտիկացրեք իմ աղքատությունը, ընդհատեց Վիկտորը։ Ոչ մի գեղեցիկ բան չկա ձեր դստերին պատշաճ կերպով չկարողանալու մեջ։ Ոչ մի ազնիվ բան չկա ձեր հիշողությունները վաճառելու մեջ, հաշիվները վճարելու համար։ Դուք նայում եք իմ կյանքին դրսից պոեզիա եք տեսնում։ Ես ապրում եմ այն, տեսնում եմ միայն ցավ։ Հետող։ Լռությունը ծանր էր։ Օլիվիան զգաց, թե ինչպես են արցունքները սպառնում թափվել, բայց զսպեց դրանք։ Նա իրավունք չուներ լացելու։ Ոչ երբ ինքն էր դրա պատճառը։ Դուք ճիշտ եք, ասաց նա վերջապես։ Ես իրավունք չունեմ միջամտել ձեր կյանքին։ Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պայքարել, ինչպես դուք եք պայքարում։ Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում այն պատասխանատվությունը, որը դուք կրում եք։ Ես պարզապես մտածում էի, որ կարող եմ ինչ-որ տարբերություն ստեղծել։ Տարբերություն։ Վիկտորը առաջ թեքվեց։ Դուք ուզում եք տարբերություն ստեղծել։ Ապա դադարեցրեք ինձ որպես նախագիծ վերաբերվել։ Դադարեցրեք փորձել շտկել իմ կյանքը, առանց ինձ հարցնելու, թե արդյոք ես ուզում եմ շտկվել։ Նույնիսկ իմ թշվառությունը հիմա ձեր ստորագրությամբ է գալիս։
Ինչ եք ուզում, որ անեմ։ Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեք։ Ուզում եմ ընտրել, թե ինչպես եմ ընկնում, ինչպես եմ վեր կենում։ Որովհետև այդ ընտրությունները, որքան էլ ցավոտ լինեն, իմն են։ Դրանք միակ բանն են, որը դեռ իմն է։ Վիկտորը վեր կացավ հեռանալու, բայց հետո կանգ առավ, մեկ անգամ շրջվելով Օլիվիայի կողմը։ Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում չքնել, քանի որ ձեր դուստրը կարող է վիրահատության կարիք ունենալ, դուք չունեք դրա համար վճարելու միջոց։ Չգիտեք, թե ինչ է նշանակում տեսնել ձեր երեխային թաքցնելը, որ կոշիկները նեղ են, քանի որ նա չի ուզում ձեզ անհանգստացնել։ Դուք չգիտեք։ Եվ դուք չեք կարող գնել այդ գիտելիքը, անկախ նրանից, թե որքան փող ունեք։ Այդ բառերով նա հեռացավ, Օլիվիային մենակ թողնելով սեղանի մոտ, խեղդված մի առատաձեռնության բեռի մեջ, որն ամեն ինչ էր, բացի առատաձեռնից։ Հաջորդ օրերին Վիկտորը չեղարկեց բոլոր այն գործընթացները, որոնք Օլիվիան սկսել էր իր անունից։ Վերադարձրեց ձատխտերը, մերժեց այն հնարավորությունները, որոնք նրան ստիպել էին ընդունել։ Եթե նա դուրս գար այդ փոսից, դա կլիներ իր սեփական արժանինքներով, ոչ թե բարի մտադրություններով, օտարի շահարկումներով։ Բայց դա նրան վերադարձրեց զրոյական կետ։ Ավելի վատ իրականում, քանի որ հիմա նա կրում էր նա զայրույթը նվաստացումը, բարեգործության առարկա լինելու համար։ Հարցազրույցները շարունակում էին ոչ մի արդյունք չտալ։ Պատահական աշխատանքները ավելի ու ավելի քիչ էին վճարում։ Աննային նոր դեղ էր պետք, որն արժեր նախորդի կրկնակին։ Եվ իր վերնահարկի բնակարանում Օլիվիան նույնպես պայքարում էր։ Առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նրա գործողությունները իրական հետանքներ էին ունեցել։ Նա վնասել էր մեկին, փորձելով օգնել։ Նա իր կամքը պարտադրել էր մեկ ուրիշի վրա, առանց հաշվի առնելու, թե դա ինչ էր նշանակում նրա արժանապատվության համար։ Նա, ըստ էության, նույնքան մանիպուլյատիվ էր, որքան այն մարդիկ, ովքեր միշտ շրջապատել էին նրան, ինչ-որ բան ուզելով նրանից։ Հեգնանքը աննկատ չմնաց։ Նա մյուսներին մեղադրել էր նրան միայն որպես ազգանուն, որպես նպատակի միջոց տեսնելու համար։ Եվ հետո նա հենց դա էր արել Վիկտորի Աննայի հետ։ Նա նրանց վերածել էր այն բանի խորհրդանիշների, ինչ նա ցանկանում էր առանց նրանց տեսնելու որպես իրենց սեփական կամքով հպարտությամբ իրական մարդկանց։ Հենց անկնության այդ գիշերներից մեկի ժամանակ Օլիվիան մեկ այլ որոշում կայացրեց։ Նա վերադարձավ գրավատուն։ Նույն հաստ ակնոցներով տղամարդը դեռ այնտեղ էր, նույն ձանձրացած արտահայտությամբ։ Նա նկարագրեց մատանին, մոտավոր ամսաթիվը, երբ այն վաճառվել էր։ Նա մի քանի րոպե թերթեց գրառումները։ Ես դեռ ունեմ այն այստեղ, ասաց նա, ցույց տալով պարզ ոսկյա մատանին։ Ոչ ոք չի գնել։ 500։ Օլիվիան վճարեց, առանց սակարկելու։ Նա դուրս եկավ խանութից, մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփը ձեռքին։ Նա չգիտեր, թե ինչ կաներ դրանով։ Գուցե հավերժ կպահեր։ Գուցե միջոց կգտներ այն Վիկտորին վերադարձնելու, առանց մեկ այլ մանիպուլյացիայի տեսք ունենալու։ Գուցե դա պարզապես մշտական հիշեցում կլիներ, թե ինչպես են բարի մտադրությունները ճանապարհ հարթում դեպի վատ տեղեր։ Ինչը նա չգիտեր, այն էր, որ այդ արարքը մատանին հետ գնելը կատալիզատոր կլիներ մի շարք իրադարձությունների համար, որոնք կփոխեին բոլոր ներգրավվածների կյանքը այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Որովհետև երբեմն ամենապարզ ժեստերը կրում են ամենաբարդ բեռները։ Եվ երբեմն սխալը շտկելու փորձը պարզապես ավելի մեծ սխալներ է ստեղծում։ 2 շաբաթ էր անցել սրճարանում տեղի ունեցած դիմակայությունից։ Վիկտորը այդ ժամանակից ի վեր չէր տեսել Օլիվիային, հենց դա էր նա ուզում։ Նա վերադարձավ իր սովորական առօրյային, վաղ արթնանալ, Աննային տանել դպրոց, օրն անցկացնել աշխատանք փնտրելով կամ պատահական աշխատանքներ անելով, դստերը վերցնել, ընթրիք պատրաստել այն ամենով, ինչ ուներ, օգնել նրան դասերում, քնեցնել նրան։ Առօրյան հյուծիչ էր, բայց գոնե իրենն էր։ Իր ընտրությունները, իր որոշումները, իր ձախողումը կամ հաջողությունը, ինչ էլ որ լիներ։ Բայց կյանքը տարօրինակ ձունի, չհամագործակցելու մեր պարզության ցանկությունների հետ։ Աննայի դպրոցում ուսուցչուհին խնդրեց խոսել Վիկտորի հետ։ Մի բան նրա դեմքի արտահայտության մեջ նրան ստիպեց վատագույնը վախենալ։ Աննան հրաշալի աղջիկ է, սկսեց ուսուցչուհի Քիարան, միջին տարիքի մի կին, մոխրագույն մազերով, բարի աչքերով։ Խելացի, դաստիարակված, միշտ օգնում է դասընկերներին։ Բայց ես անհանգստացած եմ։ Ինչի՞ համար, հարցրեց Վիկտորը, զգալով, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։
Նա երբեմն ուշագնաց է լինում դասամիջոցին։ Դա դրամատիկ բան չէ, պարզապես մի քանի վայրկյան։ Բայց այս ամիս 3 անգամ է պատահել։ Եվ նա անընդհատ հոգնած է թվում։ Վիկտորը զգաց, թե ինչպես է աշխարհը նեղանում իր շուրջը։ Նա գիտեր, թե ինչ էր դա նշանակում։ Աննայի սրտի վիճակը վատանում էր։ Այն դեղը, որը նա կարողանում էր գնել, ամենաէժան ընդհանուր տարբերակը, բավարար չէր։ Նրան պետք էր օրիգինալը, ավելի թանկ։ Կամ ավելի վատ, գուցե նրան պետք էր վիրահատություն, որը բժիշկները նշել էին որպես ապագա հնարավորություն։ Ես նրան բժշկի մոտ կտանեմ, ասաց նա, փորձելով ձայնը ամուր պահել։ Մի բան էլ կա, շարունակեց Քիարան, տատանվելով։ Մյուս ծնողները նշել են, որ Աննան գրեթե ամեն օր նույն հագուստն է հագնում։ Եվ նա միշտ հրաժարվում է նախաճաշից, ասելով, որ քաղցած չէ, բայց ես տեսել եմ նրան, նայելով դասընկերների ուտելիքին։ Նվաստացումը այրեց Վիկտորի դեմքը։ Մի բան էր, որ նա գիտեր իր աղքատության մասին։ Մեկ այլ բան էր, դա բացահայտելը, օտարների կողմից քննարկվելը, բամբասանքի վերածվելը։ Ես խնամում եմ իմ դստերը, ասաց նա, ձայնը ավելի կոպիտ, քան մտադիր էր։ Ես գիտեմ, որ այո, մեղմորեն ասաց Քիարան։ Ես տեսնում եմ սերը ձեր երկուսի մեջ։ Ես պարզապես փորձում եմ օգնել։ Դպրոցում կան օգնության ծրագրեր, սննդի կտրոններ, համազգեստի նվիրատվություն։ Ինձ բարեգործության կարիք չկա։ Բառերը դուրս եկան ավտոմատ, պաշտպանական։ Բայց հենց որ նա ասաց դրանք, Վիկտորը զղջաց։ Նա թույլ էր տալիս, որ իր հպարտությունը վտանգի տակ դներ Աննային։ Հպարտությունը չէր վճարի այն բժշկական խորհրդատվությունը, որը նրան պետք էր։ Չէր գնի ճիշտ տեղը։ Չէր կերակրի իր դստերը պատշաճ կերպով։ Կներեք, ասաց նա, ձեռքերով շոյելով դեմքը։ Ես պարզապես հոգնած եմ։ Ես հասկանում եմ։ Եվ իմ առաջարկը մնում է ուժի մեջ։ Առանց դատապարտումների, առանց բյուրոկրատիայի։ Պարզապես օգնություն։ Վիկտորը գլխով արեց, չվստահելով իր ձայնին պատասխանելու համար։ Նա դուրս եկավ դպրոցից, իրեն ավելի փոքր զգալով, քան երբևէ։ Ինչպես էր հասել այս կետին։ Երբ էր հստակորեն իր կյանքը վերածվել անվերջ նվաստացումների շարքի։ Բայց ամենավատը դեռ առջում էր։ Այդ գիշեր, երբ Աննան քնած էր, Վիկտորը ուսումնասիրեց նրա վիճակի մասին։ Այն, ինչ նա կարդաց, սարսափեցրեց նրան։ Եթե պատշաճ կերպով չբուժվեր, արատավոր փականը կարող էր հանգեցնել լուրջ բարդությունների։ Դա ոչ թե եթե, այլ երբ էր։ Աննային ավելի լավ խնամք էր պետք, քան նա կարող էր առաջարկել։ Հենց այդ ժամանակ նրա հեռախոսը զանգեց։ Անհայտ համար։ Ալո։ Պարոն Վիկտոր։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ենք։ Տեղեկություն ունենք ձեր դստեր Աննայի մասին։ Վիկտորի սիրտը կանգ առավ։ Ինչ պատահեց։ Նա լավ է։ Այո, այո, կներեք վախեցնելու համար։ Դա նրա բուժման մասին է։ Մենք ստացել ենք անանուն նվիրատվություն հատուկ մանկական սրտի դեպքերի համար։ Ձեր դուստրը շահառուների ցուցակում է։ Սա կծածկի բոլոր խորհրդատվությունները, հետազոտությունները, անհրաժեշտ դեղորայքը հաջորդ 6 ամսվա համար։ Վիկտորը լռեց։ 6 ամիս բուժում։ Ծածկված։ Դա հրաշք էր։ Դա փրկություն էր։ Դա հենց այն էր, ինչ Աննային պետք էր։ Դա նա վստահ էր, Օլիվիայի գործն էր։ Ես պետք է մտածեմ դրա մասին, ասաց նա, ձայնը սեղմված։ Պարոն, ողջ հարգանքով, ձեր դստերը պետք է այդ բուժումը։ Մեր գրառումների համաձայն նա պետք է հետագա հետազոտություններ անցկացներ 2 ամիս առաջ։ Ես գիտեմ, ասաց Վիկտորը, փակելով աչքերը։ Ես գիտեմ։ Նա անջատեց հեռախոսը, երկար ժամանակ նստեց մթության մեջ։ Նա պատերազմում էր իր հետ։ Մի կողմից, նրա հպարտությունը բղավում էր, որ դա ընդունելը կնշանակեր ճանաչել, որ նա չի կարողանում խնամել իր դստերը։ Դա կլիներ Օլիվիային ավելի շատ վերահսկողություն տալ իր կյանքի վրա, ապացուցել, որ նա ճիշտ էր միջամտելիս։ Մյուս կողմից, Աննան էր։ Նրա փոքրիկ Աննան, ով ուշագնաց էր լինում դասամիջոցին, թաքցնում էր քաղցը, իրեն չանհանգստացնելու համար։ Իրականում ընտրություն չկար։ Երբեք չկար։
Երբ խոսքը վերաբերում է ձեր երեխային, հպարտությունը պետք է կուլ տալ։ Արժանապատվությունը պետք է զոհաբերել։ Էքոն պետք է մեռնի։ Բայց դա չէր նշանակում, որ նա պետք է հավաներ դա։ Հաջորդ օրը Վիկտորը փորձեց գտնել Օլիվիային։ Դժվար չէր։ Նա այն պարզ բնակարանում էր, որը վարձել էր, այն, որը նա օգտագործում էր իր սովորական կյանքի փորձի համար։ Երբ նա բացեց դուռը տեսավ նրան, նրա աչքերում զարմանք կար էլի մի բան։ Վախ, գուցե։ Կամ հույս։ Դուք էիք հիվանդանոցում, ասաց նա։ Դա հարց չէր։ Օլիվիան տատանվեց, ապա գլխով արեց։ Ես գիտեմ, որ դուք ասացիք ինձ հանգիստ թողնել։ Ես փորձեցի։ Բայց հետո ես տեսա ձեր դստերը դպրոցում, նա այնքան հոգնած էր թվում, ես մտածեցի, որ գոնե դա կարող եմ անել, առանց ձեր ինքնավարությունը խլելու։ Դա անանուն է, պաշտոնապես ինձ հետ կապ չունի։ Բացի նրանից, որ ես գիտեմ։ Որ դուք ես գիտենք։ Այո։ Վիկտորը մտավ բնակարան, առանց հրավերի։ Օլիվիան փակեց դուռը նրա հետից։ Երկար պահ ոչ ոք չխոսեց։ Ես կընդունեմ, ասաց Վիկտորը վերջապես։ Աննայի բարօրության համար։ Բայց ես ուզում եմ, որ դուք մի բան հասկանաք։ Օգնություն ընդունելը դստերս կյանքը փրկելու համար նույնը չէ, ինչ ներել ձեզ, իմ կյանքը կառավարելու փորձի համար։ Դա նույնը չէ, ինչ հաստատել այն, ինչ դուք արել եք։ Ես հասկանում եմ։ Հասկանում եք։ Վիկտորը շրջվեց դեպի նա, նրա աչքերում տարիների հիասթափություն կար։ Դուք իսկապես հասկանում եք։ Որովհետև իմ տեսանկյունից դուք շարունակում եք անել հենց նույն բանը։ Շարունակում եք որոշել, թե ինչն է լավագույնը ինձ դստերս համար, առանց մեզ հետ խորհրդակցելու։ Աննային պետք է այդ բուժումը։ Դուք ինքներդ գիտեք դա։ Ես գիտեմ։ Եվ դա ինձ սպանում է։ Ինձ սպանում է, քանի որ ցույց է տալիս, որ մենակ ես բավարար չեմ։ Ես չեմ կարողանում նրան տալ այն, ինչ նրան պետք է։ Եվ ինձ ավելի է սպանում, քանի որ դուք ճիշտ եք։ Իմ հպարտությունը արժանի չէ նրա առողջությանը։ Օլիվիան այդ ժամանակ առաջին անգամ տեսավ այն ցավի իրական չափը, որը նա պատճառել էր։ Դա պարզապես ինքնավարության կամ արժանապատվության մասին չէր։ Դա հոր մասին էր, ով դիմակայում էր իր սեփական անբավարարությանը։ Դա սիրո մասին էր, որը ջախջախվում էր իրականության բեռի տակ։ Կներեք, ասաց նա, այս անգամ դրանք պարզապես դատարկ բառեր չէին։ Իսկապես կներեք։ Ոչ թե Աննային օգնելու համար։ Դա ես նորից կանեի։ Բայց չհասկանալու համար, թե ինչ էին նշանակում իմ գործողությունները ձեզ համար։ Վիկտորը նստեց բնակարանի փոքրիկ բազմոցին, հանկարծակի հյուծված։ Դուք երբե իսկապես քաղցած եղել եք։ Երբե ամբողջ գիշեր արթուն մնացել եք, քանի որ վարձի համար փող չունեիք, գիտեիք, որ առավոտյան կարող եք փողոցում հայտնվել։ Երբե ընտրություն կատարել եք, ուտելիք գնելու կամ ձեր երեխայի համար դեղորայք գնելու միջ։ Ոչ, խոստովանեց Օլիվիան, նստելով նույնպես, պահպանելով հարգալից հեռավորություն։ Երբեք։ Ուրեմն դուք չեք կարող հասկանալ։ Ոչ իսկապես։ Ձեզ համար փողը մի բան է, որը միշտ եղել է։ Դա օդի պես է։ Դուք դրա մասին չեք մտածում, քանի որ երբեք ստիպված չեք եղել մտածել։ Ինձ համար յուրաքանչյուր կոպեկ պայքար է։ Յուրաքանչյուր վճարված հաշիվ հաղթանակ է։ Եվ երբ դուք մտնում եք ամեն ինչ հեշտացնում եք, դուք ինձնից գողանում եք այդ փոքր հաղթանակները։ Ինձ վերածում եք պասիվ ստացողի, ակտիվ մարտիկի փոխարեն։ Բայց դուք դեռ մարտիկ եք, մեղմորեն ասաց Օլիվիան։ Օգնություն ընդունելը դա չի փոխում։ Ընդհակառակը, դա պայքարն ավելի է դժվարացնում, քանի որ հիմա դուք պետք է պայքարեք նա ձեր սեփական հպարտության դեմ։ Վիկտորը գրեթե ժպտաց, բայց ժեստը դառն էր։ Հարուստի փիլիսոփայություն։ Գուցե։ Բայց դա դեռ ճիշտ է։ Նրանք նորից լռեցին։ Օլիվիան վեր կացավ գնաց պահարան, որտեղից հանեց մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփը։ Վիկտորն անմիջապես ճանաչեց այն։ Ես այն հետ գնեցի, ասաց նա, տուփը մեկնելով նրան։ Ձեր մատանին։ Մտածեցի, որ դուք պետք է այն հետ ստանաք։ Վիկտորը նայեց տուփին, կարծես թունավոր օձ լիներ։ Դուք չեք կարող վերադարձնել մեկի ինքնությունը։ Միայն նա, ով կորցրել է, կարող է ընտրել, թե երբ վերականգնել։
Ուրեմն դուք պահեք այն, երբ պատրաստ լինեք։ Չեմ ուզում։ Խնդրում եմ, Օլիվիայի ձայնում աղաչանք կար։ Թույլ տվեք գոնե դա ճիշտ անել։ Վիկտորը վերցրեց տուփը, ոչ թե որ ուզում էր, այլ որովհետև վիճելու էներգիա չուներ։ Նա երկար ժամանակ նայեց մատանուն, բոլոր հիշողությունները, որոնք այն կրում էր, լցվեցին նրա մտքի մեջ։ Ռոզան ժպտում էր հարսանիքի օրը։ Փոքրիկ Աննան իր գրկում։ Մի ժամանակ, երբ դեռ հավատում էր, որ սերը բավարար է ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար։ Ռոզան ինձ լքեց, ասաց նա հանկարծակի, զարմացնելով իրեն նույնքան, որքան Օլիվիային։ Աննայի մայրը։ Ոչ թե մեկ այլ տղամարդու համար։ Պարզապես չդիմացավ։ Եվ ես նրան չեմ մեղադրում։ Ոչ իսկապես։ Շատ էր։ Շատ է։ Դուք դեռ սիրում եք նրան։ Չգիտեմ։ Կարծում եմ, սիրում եմ նրա հիշողությունը։ Սիրում եմ, թե ինչպիսին էր նա, մինչ այս ամենը կոտրեց մեզ երկուսիս։ Բայց իրական անձնավորությունը, նա ով հեռացավ, նրան ես չգիտեմ, թե արդյոք դեռ ճանաչում եմ։ Օլիվիան ոչինչ չասաց, պարզապես լսեց։ Եվ ինչ-որ կերպ դա ավելի արժեքավոր էր, քան ցանկացած մխիթարական խոսք կարող էր լինել։ Վաղը Աննային կտանեմ հիվանդանոց, ասաց Վիկտորը վերջապես, տուփը գրպանը դնելով։ Հետազոտությունները սկսելու համար։ Դա լավ է։ Բայց ես դեռ զայրացած եմ ձեզ վրա։ Ես գիտեմ։ Եվ ես չեմ ձացնի, թե ամեն ինչ լավ է մեր միջ։ Ես դա չեմ խնդրում։ Վիկտորը վեր կացավ հեռանալու, բայց կանգ առավ դռան մոտ։ Նա շրջվեց, մեկ անգամ նայելու Օլիվիային։ Ինչու՞։ Եք այդքան հոգ տանում։ Իսկապես։ Ո՞րն է ձեր շահը այս ամենում։ Որովհետև ես չեմ կարող հավատալ, որ դա պարզապես բարություն է։ Ոչ ոք չի անում այն, ինչ դուք արել եք մաքուր բարությունից։ Օլիվիան ուշադիր դիտարկեց հարցը, նախքան պատասխանելը։ Որովհետև երբ ես ձեզ տեսա այդ գրավատանը, ես տեսա մի բան, որը կորցրել էի, երբ իմ ծնողները հեռացան։ Ես տեսա նպատակ։ Ես տեսա մեկին, ով պայքարում էր մի բանի համար, որն իսկապես կարևոր է։ Եվ ես ուզում էի լինել դրա մի մասը։ Էգոիստ եմ, գիտեմ։ Բայց դա ճշմարտությունն է։ Ուրեմն այս ամենը ձեր համար էր, ոչ թե իմ։ Սկզբում, գուցե այո։ Բայց այլս ոչ։ Հիմա դա այն է, որ Աննան պետք է առողջ լինի։ Որովհետև դուք հնարավորություն եք արժանի։ Եվ որովհետև գուցե, պարզապես գուցե, ես կարող եմ մի բան լավ անել այս աշխարհում, որը պարզապես փող չլցնելն է խնդիրների վրա հույս չունենալը, որ դրանք կանհետանան։ Վիկտորը դանդաղ գլխով արեց։ Դա ներում չէր։ Դեռ ոչ։ Բայց դա, գուցե, ինչ-որ բանի սկիզբն էր։ Հասկացողություն, հնարավոր է։ Կամ գոնե ճանաչում, որ մարդկային մոտիվացիաները հազվադեպ են պարզ կամ մաքուր։ Շնորհակալություն, ասաց նա, բառերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Աննայի համար։ Միայն նրա համար։ Միայն նրա համար, համաձայնեց Օլիվիան։ Նրան հեռանալուց հետո Օլիվիան մնաց մենակ լուռ բնակարանում։ Նա արել էր առաջին քայլը, շտկելու այն, ինչ կոտրվել էր։ Բայց նա գիտեր, որ առջում ճանապարհը երկար դժվար կլինի։ Վստահություն կառուցելը, երբ սկսում ես մանիպուլյացիայից, հեշտ գործ չէ։ Գուցե անհնար էր։ Բայց առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նա մի բան ուներ, որի համար պայքարելու։ Ոչ թե պարզապես վերացական բարեգործական նախագիծ։ Իրական մարդիկ, իրական ցավերով, իրական հույսերով։ Վիկտորը, իր վիրավորված, բայց անսասան հպարտությամբ։ Աննան, իր փխրուն սրտով, բայց ուժեղ ոգով։ Եվ գուցե, պարզապես գուցե, նա կարող էր նրանցից սովորել նույնքան, որքան նրանք իրենից էին կարիք ունենում։ Որովհետև հարստությունը կարող է շատ բաներ գնել, բայց չի կարող գնել իմաստություն։ Եվ այս կոտրված, բայց ամբողջական ընտանիքը ուներ իմաստություն, որը ոչ մի համալսարան չի սովորեցնում, ոչ մի ժառանգություն չի կարող փոխանցել։ Դա նրանց իմաստությունն էր, ովքեր գոյատում են, երբ գոյատելը անհնար պետք է լինի։ Ովքեր սիրում են, երբ սիրելը ամեն ինչ է արժենում։ Ովքեր շարունակում են հույս ունենալ, երբ բոլոր ապացույցները հուշում են, որ հույսը պատրանք է։ Եվ Օլիվիան, իր բոլոր միլիոններով, սնանկ էր այդ բաներից։ Ամբողջովին, հուսահատորեն սնանկ։
Հաջորդող ամիսները բերեցին նուրբ, բայց զգալի փոփոխություններ։ Աննան սկսեց պատշաճ բուժումը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա վիճակը վերահսկելի է, բայց պահանջում է հետողական դեղորայք կանոնավոր հսկողություն։ Վիրահատության հնարավորությունը դեռ գոյություն ուներ, բայց այն հետաձգվել էր հեռավոր ապագա, այլս անմիջական սպառնալիք չէր։ Տեսնելով իր դստերը ավելի եռանդուն, տեսնելով նրան խաղալիս առանց մշտական հոգնածության, Վիկտորի համար ուրախություն էր, որը խառնված էր մեղքի զգացումով։ Ինչպես էր թույլ տվել, որ ամեն ինչ այդքան հեռու գնա։ Ինչու՞ էր այդքան երկար սպասել, պատշաճ օգնություն փնտրելու համար։ Պատասխաններն ակնհայտ էին, բայց դա չէր թեթացնում նրա կրծքի ծանրությունը։ Վիկտորն ու Օլիվիան հաստատել էին մի տեսակ անհարմար հաշտություն։ Նա այլևս չէր փորձում կազմակերպել նրա կյանքը, իսկ նա ընդունում էր Աննայի բուժման հետ կապված օգնությունը, քանի որ այլ ռացիոնալ այլընտրանք չկար։ Բայց նրանք ընկերներ չէին։ Հազիվ թե ծանոթներ էին։ Նրանք պարզապես երկու մարդ էին, կապված հանգամանքներով, որոնցից ոչ ոք չէր ընտրել։ Հենց Աննան սկսեց փոխել այդ դինամիկան։ Երեխա լինելով, նա չէր կրում մեծահասակների բարդությունների բեռը։ Նրա համար Օլիվիան պարզապես բարի տիկինն էր, ով երբեմն հայտնվում էր, ով նրա հետ խոսում էր դպրոցի մուլտֆիլմերի մասին, ով իսկապես հետաքրքրված էր նրա կյանքով։ Հայրիկ, ասաց Աննան մի կեսօր, երբ նրանք միասին գունավորում էին խոհանոցի փոքրիկ սեղանին, ինչու՞։ Տիկին Օլիվիան երբեք այստեղ ընթրիքի չի գալիս։ Վիկտորը դադարեց գունավորել, զարմացած հարցից։ Որովհետև ես չեմ հրավիրել։ Ինչու՞։ Ոչ։ Ինչպես բացատրել 7-ամյա երեխային հպարտության, վիրավորանքի անհարմարության շերտերը, որոնք գոյություն ունեին իր Օլիվիայի մեջ։ Ինչպես ասել, որ բժշկական օգնություն ընդունելը մի բան էր, բայց իր համեստ տունը բացելը մեկի համար, ով ապրում էր վերնահարկում, լիովին այլ բան էր։ Բարդ է, փոքրիկս։ Բայց նա լավն է։ Եվ միշտ մենակ է մնում։ Մյուս օրը նրան տեսա այգում, մենակ նստած նստարանին, պարզապես մարդկանց նայելով։ Վիկտորը նայեց դստերը, զարմացած դիտարկումից։ Աննան ճիշտ էր։ Օլիվիան միշտ մենակ էր։ Նույնիսկ երբ շրջապատված էր այլ մարդկանցով, նրա մեջ հիմնարար մենակություն կար։ Գուցե դրա համար էր, որ նա նրան ճանաչել էր առաջին հանդիպման ժամանակ։ Մենակությունը ճանաչում է մենակությունը։ Եթե ուզում ես, կարող ես հրավիրել նրան, ասաց Վիկտորը, զարմացնելով իրեն։ Բայց մենք շքեղ ուտելիք չունենք։ Միայն այն, ինչ սովորաբար ուտում ենք։ Աննան ժպտաց, այն պայծառ ժպիտը, որն ամեն ինչ արժեր։ Նա դրան ուշադրություն չի դարձնի։ Լավ մարդիկ այդպիսի բաներին ուշադրություն չեն դարձնում։ Եվ այսպես, հաջորդ ուրբաթ օրը, Օլիվիան հայտնվեց Վիկտորի բնակարանի դռան մոտ, ձեռքին պիցցա։ Ոչ թանկարժեք պիցցա շքեղ ռեստորանից, այլ պարզ մի պիցցա անկյունի պիցցերիայից։ Աննան ասաց, որ ուրբաթ օրերը պիցցա է լինում, բացատրեց Օլիվիան, իսկապես նյարդայնացած թվալով։ Ասաց, չէ, թույլ ժպտաց Վիկտորը։ Երբ պիցցայի համար փող ունենք, այո։ Կարող եմ մտնել։ Վիկտորը միայն մի պահ տատանվեց, նախքան դռնից հեռանալը։ Իհարկե։ Բնակարանը փոքր էր, համեստ, հին կահույքով ներկի կարիք ունեցող պատերով։ Բայց այն մաքուր էր, հնարավորինս կազմակերպված։ Պատերին Աննայի նկարներ կային, հին լուսանկարներ էժան շրջանակներում, ինքնաշեն դարակաշար, մի քանի գրքերով նվիրված խաղալիքներով։ Օլիվիան շուրջը նայեց ոչ թե կարեկցանքով, այլ մի բանով, որը հարգանք էր թվում։ Այնտեղ կյանք կար։ Այնտեղ սեր կար։ Այն բաները, որոնք նրա վերնահարկի բնակարանը, որքան էլ շքեղ լիներ, չուներ։ Ընթրիքը սկզբում տարօրինակ էր։ Վիկտորը լարված էր, Աննան փորձում էր փոխհատուցել աշխույժ խոսակցությամբ, իսկ Օլիվիան հստակ չգիտեր, թե ինչպես վարվեր։ Բայց աստիճանաբար, երբ նրանք պիցցա էին ուտում խոսում անկարոր բաների մասին, լարվածությունը սկսեց նվազել։ Հենց այդ ժամանակ Աննան տվեց այն հարցը, որը փոխեց ամեն ինչ։ Օլիվիա, դուք ընտանիք ունեք։ Օլիվիան դադարեց, պիցցայի կտորը կես ճանապարհին բերանին։ Ունեի։ Իմ ծնողները։ Նրանք հեռացան մի քանի տարի առաջ։ Ինչպես իմ մայրը հեռացավ, ասաց Աննան մանկության դաժան պարզությամբ։ Նա չդիմացավ։ Աննա, սկսեց Վիկտորը, բայց Օլիվիան ընդհատեց նրան։
Ամեն ինչ լավ է։ Ճիշտ է, չէ՞։ Երբեմն մարդիկ հեռանում են։ Տարբեր պատճառներով, բայց հեռանում են։ Դուք մենակ եք մնում։ Այո։ Գրեթե միշտ։ Դա տխուր է։ Այո, համաձայնեց Օլիվիան, այդ ընդունելության մեջ հում ազնվություն կար։ Բայց ես սովորում եմ, որ մենակ լինելը տարբեր է մենակ զգալուց։ Կարելի է ընկերակցություն ունենալ դեռ մենակություն զգալ։ Եվ կարելի է ֆիզիկապես մենակ լինել, բայց կապված։ Վիկտորը նրան նայեց նոր հետաքրքրությամբ։ Ավելին կար այս կնոջ մեջ, քան հարուստ ժառանգուհին, ում նա ենթադրել էր, որ նա էր։ Խորություն կար։ Ցավ։ Իմաստի որոնում։ Ընթրիքից հետո, երբ Աննան մուլտֆիլմեր էր դիտում, Վիկտորն ու Օլիվիան մնացին փոքրիկ պատշգամբում, որտեղ հազիվ 2 հոգի էին տեղավորվում։ Քաղաքը տարածվում էր նրանց առջ, լույսերը թարթելով գիշերվա մեջ։ Շնորհակալություն, որ թույլ տվեցիք գալ, ասաց Օլիվիան։ Դա Աննայի գաղափարն էր, ոչ թե իմը։ Ես գիտեմ։ Բայց դուք կարող էիք մերժել։ Վիկտորը մի պահ լռեց։ Նա ճիշտ է ձեր մասին։ Դուք շատ մենակ եք մնում։ Իսկ դուք չեք։ Տարբեր է։ Ես ունեմ Աննային։ Ես նպատակ ունեմ։ Դուք փող ունեք, բայց ոչ ոքի չունեք։ Դա դաժան է ասելու, բայց սխալ չէ։ Կներեք։ Չէի ուզում դաժան լինել։ Ոչ, ամեն ինչ լավ է։ Իրականում թարմացնող է։ Իմ շրջապատի մարդիկ միշտ ստում են։ Ասում են, որ ընկերներ ունեմ, երբ գիտեմ, որ ունեմ շահամոլներ։ Ասում են, որ բախտավոր եմ, երբ գիտեմ, որ պարզապես հարուստ եմ, դա նույնը չէ։ Վիկտորը դա դիտարկեց։ Դեռ կնախընտրեի ունենալ ձեր խնդիրները, քան իմները։ Կնախընտրեիք, Օլիվիան շրջվեց դեպի նա։ Նույնիսկ իմանալով, որ պետք է հրաժարվեիք Աննայից։ Որովհետև մենակ, առանց նպատակի, առանց իրական սիրո, հենց այդպես եմ ես ապրում։ Ես Աննայից չէի հրաժարվի ոչ մի բանի համար այս աշխարհում։ Հենց այդպես։ Այսպիսով, գուցե մեր խնդիրները պարզապես տարբեր են, ոչ թե անպայման ավելի լավ կամ ավելի վատ։ Դա փոխադարձ ըմբռնման պահ էր։ Ոչ ներում, դեռ ոչ։ Բայց ճանաչում։ Երկու մարդ, յուրաքանչյուրը փակված իր սեփական բանտերում, փորձելով ելք գտնել։ Ուրբաթ օրերը դարձան ավանդույթ։ Օլիվիան պիցցա էր բերում, երբեմն այլ պարզ ուտեստներ, որոնք նա սովորում էր պատրաստել առցանց ձեռնարկներով։ Ոչինչ շքեղ, ոչինչ, որ բարեգործություն թվար։ Պարզապես ճաշ կիսելը։ Աննան սկսեց սպասել այդ այցերին, նկարներ պատրաստելով ցույց տալու, պատմություններ պատմելու համար։ Բայց հենց այդ ուրբաթ օրերից մեկի ժամանակ ամեն ինչ նորից փոխվեց։ Վիկտորը զանգ ստացավ։ Մի շինարարական ընկերություն Կապան քաղաքում, երկրի հարավային շրջանում, առաջարկում էր մշտական պաշտոն։ Քաղաքացիական ինժեներ։ Աշխատավարձը 3 անգամ ավելի բարձր, քան այն ամենը, ինչ նա մինչ այդ ստացել էր։ Ամբողջական արտոնություններ։ Իրական կայունություն։ Դա այն ամենն էր, ինչ նա երազել էր։ Դա բոլոր աղոթքների պատասխանն էր։ Դա նա անհնար որոշում էր։ Նրանք ուզում են պատասխան 1 շաբաթվա ընթացքում, ասաց նա Օլիվիային անջատելուց հետո, ձայնը լարված։ Դուք կընդունեք, հարցրեց նա, նրա ձայնում տարօրինակ մի բան կար։ Վախ, գուցե։ Չգիտեմ։ Դա զարմանալի հնարավորություն է։ Ամեն ինչ կփոխեր ինձ Աննայի համար։ Բայց դա նշանակում է ամեն ինչ հետում թողնել։ Նրա դպրոցը, բուժումը, որը գործում է, ձեզ։ Վերջին բառը դուրս եկավ, մինչ նա կկարողանար կանգնեցնել այն։ Եվ երբ ասվեց, այն մնաց նրանց միջ օդում, իմաստով ծանր։ Ես, Օլիվիան փորձեց ամփույթ հնչել, բայց ձախողվեց։ Աննան ձեզ սիրում է։ Սպասում է ձեզ։ Եվ նրա բուժումն այստեղ գործում է։ Քաղաքը փոխելը կնշանակեր ամեն ինչ նորից սկսել նոր բժիշկների, նոր դպրոցի, նոր մարտահրավերների հետ։ Բայց փողը շատ խնդիրներ կլուծեր։ Կլուծեր։ Բայց կստեղծեր ուրիշներ։ Նրանք լռեցին, յուրաքանչյուրը կորած իր մտքերում։ Վիկտորը գիտեր, որ պետք է ընդունի։ Դա ողջամիտ որոշումն էր։ Մեծահասակների որոշումը։ Որոշումը, որը Աննային ֆինանսապես ավելի լավ դիրքում կդներ։
Բայց տարիների ընթացքում առաջին անգամ դա պարզապես գոյատման մասին չէր։ Դա կյանքի որակի մասին էր։ Եվ Աննան երջանիկ էր այնտեղ։ Առաջին անգամ Ռոզայի հեռանալուց ի վեր նրա դուստրը կայունություն ուներ։ Ուներ Օլիվիային։ Ուներ մի առօրյա, որը գործում էր։ Ինչ եք կարծում, ես ինչ պետք է անեմ, հարցրեց Վիկտորը, երկուսի համար էլ զարմանալի էր, որ նա նրա կարծիքն էր հարցնում։ Կարծում եմ, դուք արդեն գիտեք պատասխանը, զգուշորեն ասաց Օլիվիան։ Եվ այն ամենը, ինչ ես կասեմ, կողմնակալ կթվա, քանի որ ես չեմ ուզում, որ դուք հեռանաք։ Վիկտորը նրան նայեց, իսկապես նայեց առաջին անգամ, առանց զայրույթի վիրավորանքի պատնեշների։ Նա տեսավ մի կնոջ, վախեցած կորցնելու միակ իրական կապը, որ նա ուներ։ Նա տեսավ խոցելիություն, որը նա հազվադեպ էր ցույց տալիս։ Դուք կմնայիք այստեղ, հարցրեց նա։ Եթե իմ տեղը լինեիք, այս առաջարկով, կընտրեիք մնալ։ Չգիտեմ։ Երբեք ստիպված չեմ եղել նման դժվար ընտրություններ կատարել։ Իմ ընտրությունները միշտ եղել են այն մասին, թե ինչ գնել, ուր ճանապարհորդել, որ միջոցառմանը մասնակցել։ Երբեք չեն եղել սեղանի վրա ուտելիքի կամ գլխի վրա տանիքի մասին։ Ուրեմն հիմա մի փոքր հասկանում եք։ Հասկանում եք, որ յուրաքանչյուր որոշում իմ նման մարդկանց համար ծանրություն է կրում։ Հեշտ ընտրություններ չկան։ Միայն ավելի քիչ անհնար ընտրություններ։ Օլիվիան գլխով արեց, նրա աչքերում արցունքներ կային, որոնք նա չփորձեց թաքցնել։ Անկախ ձեր որոշումից, ես կաջակցեմ դրան։ Եվ ես կապահովեմ, որ Աննան շարունակի բուժումը, անկախ նրանից, թե որտեղ եք դուք։ Առանց մանիպուլյացիայի։ Առանց խաղերի։ Առանց մանիպուլյացիայի։ Առանց խաղերի։ Պարզապես իրական օգնություն, ազատորեն խնդրված ընդունված։ Մինչ նրանք կկարողանային շարունակել խոսակցությունը, Աննան դուրս եկավ պատշգամբ։ Հայրիկ, Օլիվիա, եկեք տեսեք։ Իմ սիրելի մուլտֆիլմը սկսվել է։ Նրանք հետեցին աղջկան ներս, Վիկտորը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Աննան ժպտում էր, իսկապես ժպտում էր։ Նրա աչքերը փայլ ունեին։ Նախկինում նրան տանջող մշտական հոգնածությունը չկար։ Եվ նա հարմարավետ էր, հանգիստ, երջանիկ։ Ինչպես կարող էր նա դա խլել նրանից։ Ինչպես կարող էր փողը դնել առաջին էմոցիոնալ կայունությունից վեր, որը նա ուներ Ռոզայի հեռանալուց ի վեր։ Բայց ինչպես կարող էր նա մերժել մի հնարավորություն, որը այդքան շատ խնդիրներ կլուծեր։ Որը Աննային կտար այն ամենը, ինչ նա նյութապես արժանի էր։ Ճիշտ պատասխան չկար։ Կային միայն հետանքներով ընտրություններ, նա պետք է ապրեր ցանկացածի հետ, որը կկատարեր։ Այդ գիշեր, երբ Օլիվիան հեռացավ, Աննան քնած էր, Վիկտորը արթուն էր, նայելով առաստաղին։ Մատանին, որը Օլիվիան հետ էր գնել։ Դրված էր դարակում, անձեռնմխելի։ Նա վերցրեց այն, զգալով սառը մետաղի ծանրությունը իր ձեռքերում։ Ռոզան հեռացել էր, որովհետև բեռը չափազանց մեծ էր։ Նա նրան չէր մեղադրում։ Բայց հիմա, առաջին անգամ, նա հնարավորություն ուներ թեթացնելու այդ բեռը։ Աննային տալու այն, ինչ նա արժանի էր։ Եվ նա տատանվում էր։ Ինչու՞։ Որովհետև Օլիվիան հիմա հավասարման մեջ էր։ Որովհետև Ռոզայի հեռանալուց ի վեր առաջին անգամ, նրանց կյանքում մեկ այլ մեծահասակ ներկայություն կար։ Որովհետև Աննան վերջապես ուներ մի բան, որը նման էր մայրական կերպարի, նույնիսկ եթե անկատար բարդ։ Դրանք հարցեր էին, որոնց նա պատրաստ չէր շատ մանրամասնորեն քննելու։ Այսպիսով, նա հետ դրեց մատանին, անջատեց լույսը, փորձեց քնել։ Բայց քունը հեշտ չեկավ։ Երբեք չէր գալիս, երբ անհնար որոշումները սպասում էին լուսաբացին։ Մեկ շաբաթվա ժամկետը, որ Վիկտորն ուներ աշխատանքի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար, անցավ ավազի պես մատների արանքից։ Ամեն օր նոր փաստարկներ էր բերում յուրաքանչյուր կողմի համար։ Ընդունելը ֆինանսական անվտանգություն էր։ Մերժելը էմոցիոնալ կայունություն էր։ Հնարավոր չէր ունենալ երկուսն էլ։ Մինչդեռ, Օլիվիան նույնպես դիմակայում էր իր սեփական որոշումներին։ Ընտանեկան հիմնադրամը, որը մնացել էր պրոֆեսիոնալ ադմինիստրատորների ձեռքում, իր ծնողների մահից ի վեր, ուղղության կարիք ուներ։ Խորհրդականները ճնշում էին նրան, ստանձնելու ակտիվ վերահսկողություն։ Կարևոր նախագծեր էին սպասում հաստատման, ներդրումներ, որոնք ստորագրության կարիք ունեին, որոշումներ, որոնք միայն ուղղակի ժառանգուհին կարող էր կայացնել։ Դա կնշանակեր վերադառնալ այդ աշխարհ։
Կարոր ազգանունների, սոցիալական պարտականությունների, մարդկանց աշխարհը, ովքեր նրան տեսնում էին միայն որպես նպատակի միջոց։ Դա կնշանակեր հետում թողնել անանունության, իրական կապի, նպատակի այս կարճ ժամանակաշրջանը, որը չէր ուղեկցվում շողոքորթությամբ։ Դա կնշանակեր թողնել Վիկտորին ու Աննային։ Հենց հինգշաբթի առավոտյան էր, որ ամեն ինչ փլուզվեց։ Աննան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ սրտի թեթ կաթված ստացավ, ինչպես բժիշկներն էին անվանում։ Դա լուրջ չէր ոչ անմիջական կյանքի վտանգի իմաստով, բայց բավական էր, որ վախեցներ նրան բոլորին շուրջը։ Ուսուցչուհի Քիարան անմիջապես զանգահարեց Վիկտորին, նա սրտի թրթիռով վազեց դպրոց։ Երբ նա հասավ, Աննան գիտակից էր, բայց գունատ վախեցած։ «Հայրիկ, իմ կուրծքը շատ էր ցավում», ասաց նա, նրա աչքերում իրական վախ կար։ Հիվանդանոցը, ուր նրան տեղափոխեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը չէր, որտեղ նա բուժվում էր, այլ մոտակա համայնքային հիվանդանոցը։ Դա պետական հիվանդանոց էր, գերբեռնված, գերհոգնած անձնակազմով։ Վիկտորը թափահարվող ձեռքերով լրացրեց ձաթղթերը, փորձելով բացատրել Աննայի վիճակը, այն դեղորայքը, որ նա ընդունում էր, նրա պատմությունը։ Հենց այդ ժամանակ հայտնվեց Օլիվիան։ Վիկտորը չգիտեր, թե ինչպես էր նա իմացել, բայց նա այնտեղ էր, պարզ հագուստով, իրական անհանգստությամբ նշված դեմքով։ «Ինչպես է նա», հարցրեց նա, շունչը կտրված։ «Կայուն է, բայց հետազոտություններ են անում։ Ասացին, որ կարող է ժամեր տել։ Կարող եմ նրան տեղափոխել մասնավոր հիվանդանոց։ Ավելի արագ, սպասարկում»։ «Ոչ», ասաց Վիկտորը, բայց նրա ձայնը սովորական համոզմունքը չուներ։ «Այստեղ լավ է»։ Բայց լավ չէր։ Նրանք 3 ժամ սպասեցին մարդաշատ շտապօգնության սենյակում, մինչ Աննայի համար ժամանակավոր մահճակալ ստանալը։ Եվս 2 ժամ, մինչ սրտաբանը կարողացավ զննել նրան։ Այդ ամբողջ ընթացքում Վիկտորն ու Օլիվիան միասին մնացին, միավորված այն աղջկա համար անհանգստությամբ, ում նրանք երկուսն էլ սովորել էին սիրել։ Հենց այնտեղ, սպասելու այդ երկար ժամերին, պատնեշները վերջապես սկսեցին ամբողջովին քանդվել։ Հպարտության տեղ չկար, երբ երեխան վտանգի մեջ էր։ Վիրավորանքի տեղ չկար, երբ վախն ամեն ինչից մեծ էր։ «Ես պետք է ընդունեի աշխատանքը», ասաց Վիկտորը հանկարծակի, ձեռքերը գլխին։ Այդ աշխատավարձով նա կունենար լավագույն բուժումը։ Դուք չէիք կարող իմանալ, որ դա տեղի կունենա։ Բայց ես գիտեի, որ նրան ավելին է պետք։ Միշտ գիտեի։ Եվ ընտրեցի մնալ, քանի որ էմոցիոնալ առումով ավելի հարմար էր։ Ես էգոիստ էի։ Էգոիստ չէիք, ամուր ասաց Օլիվիան։ Դուք ընտրեցիք այն, ինչ այդ պահին լավագույնն էիք համարում նրա համար։ Ոչ ոք չի կարող կանխատեսել ապագան։ Եվ մնալ մի տեղում, որտեղ նա երջանիկ էր, որտեղ կայունություն ուներ, էգոիզմ չէր։ Դա սեր էր։ Վիկտորը նրան նայեց, առաջին անգամ, իսկապես հավատաց, որ նա հասկանում է։ Ոչ ամբողջովին, երբեք ամբողջովին, բայց բավականաչափ։ Ես վախենում եմ, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Չգիտեմ, թե ինչ կանեմ, եթե նրա հետ մի բան պատահի։ Նա իմ ունեցած ամեն ինչն է։ Այն ամենը, ինչ ես եմ։ Օլիվիան բռնեց նրա ձեռքը, պարզ, բայց խորիմաստ ժեստով։ Ոչինչ չի պատահի նրան։ Բժիշկներն ասացին, որ թեթ էր։ Պարզապես վախ։ Բայց ինչ, եթե ոչ։ Ինչ, եթե դա ավելի վատ բանի նշան է։ Ապա մենք դրան կդիմակայենք։ Միասին։ Բառը մնաց նրանց միջ։ Միասին։ Երբ էին նրանք դարձել մենք։ Երբ էր դոնորի ստացողի, օգնողի օգնվողի միջ սահմանը լուծարվել ավելի հավասար մի բանի մեջ։ Սրտաբանը վերջապես հայտնվեց, միջին տարիքի մի տղամարդ, հոգնած, բայց բարի արտահայտությամբ։ Փոքրիկ Աննան լավ կլինի, ասաց նա։ Դա ժամանակավոր առիթմիա էր, հավանաբար առաջացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, նրա վիճակի հետ համակցված։ Մենք կկարգավորենք դեղորայքը, նրան պետք է խուսափել ինտենսիվ վարժություններից որոշ ժամանակ։ Այն թեթացումը, որ Վիկտորը զգաց, ֆիզիկական էր։ Նրա ոտքերը գրեթե ծալվեցին։ Օլիվիան բռնեց նրան, պահելով նրան կանգնած։ Կարող ենք նրան տեսնել, հարցրեց Վիկտորը։ Այո։ Նա հանգստանում է, բայց կարող է այցելություններ ստանալ։ Աննան հիվանդանոցի մահճակալին էր, փոքրիկ փխրուն թվալով սպիտակ սավանների տակ։ Բայց երբ տեսավ, որ հայրը Օլիվիան մտնում են, ժպտաց։
Հայրիկ, տիկին Օլիվիան էլ է այստեղ։ Այո, ես այստեղ եմ, ասաց Օլիվիան, մոտենալով մահճակալին։ Ինչպե՞ս եք զգում ձեզ։ Ավելի լավ։ Բժիշկն ասաց, որ իմ սիրտը ուժեղ է, պարզապես երբեմն օգնության կարիք ունի։ Հենց այդպես։ Դու ուժեղ ես, Աննա։ Շատ ուժեղ։ Վիկտորը նստեց մահճակալի մյուս կողմում, բռնելով դստեր փոքրիկ ձեռքը։ Դու ինձ վախեցրիր, փոքրիկս։ Կներես, հայրիկ։ Դա դիտավորյալ չէր։ Ես գիտեմ։ Դա քո մեղքը չէր։ Աննան հոր Օլիվիայի միջ նայեց, իր մանկական իմաստությամբ օդում ինչ-որ բան բռնելով։ Դուք երկուսդ էլ հոգնած եք թվում։ Նորից կռվել եք։ Ոչ, ասաց Վիկտորը, զարմացնելով իրեն։ Մենք չենք կռվել։ Լավ։ Որովհետև ես սիրում եմ, երբ դուք երկուսդ էլ այստեղ եք։ Ընտանիքի պես է։ Անմեղ բառերը հսկայական ծանրություն էին կրում։ Վիկտորն ու Օլիվիան հայացքներ փոխանակեցին, երկուսն էլ հասկանալով, թե ինչ էր Աննան իրականում ասում։ Նա դա էր ուզում։ Ուզում էր, որ նրանք ընտանիք լինեն։ Ուզում էր լրացնել այն դատարկությունը, որը Ռոզան թողել էր։ Դա չափազանց մեծ պատասխանատվություն էր դնել երեխայի վրա։ Եվ այնուամենայնիվ, դա այն էր, ինչ նա ուզում էր։ Այն, ինչ նրան պետք էր։ Աննան մի քանի րոպե անց քնեց, հյուծված փորձությունից։ Վիկտորն ու Օլիվիան դուրս եկան սենյակից, թույլ տալու նրան հանգստանալ։ Միջանցքում իրավիճակի իրականությունը նրանց նորից հարվածեց։ Ես պետք է հրաժարվեմ աշխատանքից, ասաց Վիկտորը։ Ես չեմ կարող նրան հեռացնել այն բժիշկներից, ովքեր գիտեն նրա դեպքը։ Ոչ դրանից հետո։ Վստահ եք։ Ոչ։ Բայց դա ամենաքիչ սխալ որոշումն է։ Օլիվիան գլխով արեց։ Եվ ես պետք է ստանձնեմ հիմնադրամը։ Խորհրդականները սպառնում են աշխատակիցներին ազատել, եթե ես չվերադառնամ անհրաժեշտ հաստատումները ստորագրելու համար։ Կան իրական մարդիկ, ովքեր կախված են այդ որոշումներից։ Երբ։ Շուտով։ Հաջորդ շաբաթ, առավելագույնը։ Նրանք լռեցին, իրենց առանձին որոշումների ծանրությունը ճնշում էր նրանց վրա։ Պարտադիր չէ, որ դա վերջը լինի, ասաց Օլիվիան վերջապես։ Ես կարող եմ այցելել։ Գուցե ոչ ամեն ուրբաթ, բայց դեռ կարող եմ ներկա լինել։ Կարող եմ, Վիկտորը կրկնեց բառը։ Բայց կգաք։ Որովհետև երբ դուք նորից լինեք այդ աշխարհում, շրջապատված միջոցառումներով, պարտականություններով, հեշտ կլինի մոռանալ երկու մարդու փոքրիկ բնակարանում։ Չեմ մոռանա։ Դուք ինձ փոխեցիք։ Ես չեմ կարող պարզապես վերադառնալ այնպիսին, ինչպիսին նախկինում էի։ Մարդիկ դա են ասում։ Բայց մարդիկ նա վերադառնում են իրենց սովորույթներին։ Դուք դեռ չեք վստահում ինձ, դա հարց չէր, այլ տխուր փաստ։ Ես վստահում եմ, որ դուք ուզում եք ճիշտը անել։ Բայց ուզելը անելը տարբեր բաներ են։ Մինչ Օլիվիան կկարողանար պատասխանել, բուժքույրը մոտեցավ։ Դուք Աննայի հայրն եք։ Այո։ Նա ձեզ երկուսիդ է խնդրում։ Ասաց, որ չի կարողանում քնել, եթե դուք այնտեղ չեք։ Նրանք վերադարձան սենյակ, որտեղ Աննան սպասում էր նրանց, քնկոտ աչքերով։ Խոստացեք, որ կմնաք, մինչ ես նորից քնեմ։ Խոստանում ենք, ասաց Վիկտորը։ Երկուստ էլ։ Օլիվիան նայեց Վիկտորին, ով գրեթե աննկատ գլխով արեց։ Երկուսս էլ, հաստատեց նա։ Նրանք նստեցին մահճակալի հակառակ կողմերում, յուրաքանչյուրը բռնելով Աննայի ձեռքը։ Եվ այնտեղ հիվանդանոցի այդ սենյակում, լուսավորված կոշտ լյումինեսցենտ լույսերով, հետին պլանում սրտի մոնիտորների ձայնով, մի բան հիմնովին փոխվեց նրանց մեջ։ Դա սեր չէր։ Դեռ ոչ։ Դա ավելի հիմնական, ավելի խորն էր։ Դա պարտավորություն էր։ Դա ճանաչում էր, որ նրանք հիմա կապված էին, կապված իրենց մեջ գտնվող երեխայի միջոցով։ Դա ընդունում էր, որ նրանց կյանքերը միահյուսվել էին այնպես, որ հեշտությամբ չէր կարող քանդվել։ Աննան նորից քնեց, նրա շնչառությունը դարձավ խորը կանոնավոր։ Բայց Վիկտորն ու Օլիվիան մնացին, ոչ ոք չէր ուզում առաջինը լինել, ով կթողներ աղջկա ձեռքը։ Ոչ ոք չէր ուզում առաջինը լինել, ով կխախտեր միության այս փխրուն պահը։ Շնորհակալություն, որ այստեղ եք, ասաց Վիկտորը վերջապես, ձայնը ցածր, Աննային չարթնացնելու համար։
Այլ տեղ չկա, որտեղ ես պետք է լինեի։ Նույնիսկ այն ամենով, ինչ տեղի ունեցավ մեր մեջ։ Այդ ամբողջ զայրույթով վիրավորանքով։ Հատկապես դրա պատճառով։ Որովհետև դա նշանակում է, որ մենք հաղթահարեցինք։ Որ մենք գտանք մի բան, որն ավելի մեծ է, քան մեր էգոները հպարտությունները։ Վիկտորը մտածեց դրա մասին։ Նա ճիշտ էր։ Նրանք անցել էին զայրույթից դեպի ավելի բարդ մի բան։ Ոչ բարեկամություն, հենց այդպես։ Ոչ գործընկերություն, ամբողջովին։ Բայց ինչ-որ բան։ Իրական մնայուն մի բան։ Երբ դուք ստանձնեք հիմնադրամը, ասաց նա տատանվելով, մի բան կա, որ կարող եք անել։ Ոչ թե ինձ համար, այլ որպես աշխատանքի մաս։ Ինչ։ Շատ ընտանիքներ կան իմ նման։ Շատ երեխաներ, Աննայի նման։ Մարդիկ, ովքեր ընկնում են համակարգի ճաքերի մեջ, քանի որ չունեն ռեսուրսներ կամ կապեր։ Գուցե դուք կարող եք օգտագործել ձեր դիրքը, իսկապես օգնելու համար։ Ոչ թե բարեգործությամբ, որը խլում է արժանապատվությունը, այլ ծրագրերով, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս օգնել իրենց։ Օլիվիան զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Հենց դա էր։ Դա այն նպատակն էր, որը նա փնտրել էր։ Ոչ թե մեկ անձի փրկելը որպես անձնական նախագիծ, այլ իր ռեսուրսներն օգտագործելը համակարգային փոփոխություններ ստեղծելու համար։ Օգնել, առանց ինքնավարությունը խլելու։ Լիազորել, առանց նվաստացնելու։ Ես դա կանեմ, խոստացավ նա։ Ես դա կդարձնեմ հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Եվ ես ուզում եմ, որ դուք ինձ օգնեք։ Ես ուզում եմ ձեր տեսակետը, ձեր փորձը։ Որովհետև ես կարող եմ ունենալ փողը, բայց դուք ունեք գիտելիքը, թե ինչպես է իրականում լինել մյուս կողմում։ Ես ոչ մի բանի մասնագետ չեմ, բացի ձախողվելուց։ Դուք գոյատելու մասնագետ եք։ Արժանապատվությունը պահպանելու, երբ ամեն ինչ դավադրություն էր անում այն ձեզնից խլելու համար։ Դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած դիպլոմ։ Վիկտորը չպատասխանեց, բայց Աննայի ձեռքի բռնվածքը մի փոքր սեղմվեց։ Դա անաղմուկ համաձայնություն էր։ Միասին աշխատելու պարտավորություն, ոչ թե որպես բարերար շահառու, այլ որպես տարբեր փորձագիտական ձեր ունեցող գործընկերներ։ Աննան շարժվեց իր քնի մեջ, մրմնջալով ինչ-որ անհասկանալի բան։ Բնազդաբար, Վիկտորը, Օլիվիան թեքվեցին, պատրաստ մխիթարելու նրան։ Բայց նա ինքնուրույն հանգստացավ, վերադառնալով խորը քնին։ Նա լավ կլինի, ասաց Օլիվիան։ Կլինի, համաձայնեց Վիկտորը, այս անգամ իսկապես հավատաց։ Որովհետև առաջին անգամ նա ամեն ինչին մենակ չէր դիմակայում։ Նա օգնություն ուներ։ Իրական, անկեղծ, առանց պայմանների։ Եվ դա ամեն ինչ փոխեց։ Դա չլուծեց բոլոր խնդիրները։ Վիկտորը դեռ աղքատ էր։ Աննան դեռ սրտի հիվանդություն ուներ։ Օլիվիան դեռ կրում էր իր սոցիալական դիրքի մենակությունը։ Բայց հիմա նրանք դիմակայում էին այդ բաներին միասին, դա բեռն ավելի դիմացկուն էր դարձնում։ Երբ Աննան վերջապես դուրս գրվեց հաջորդ օրը, հենց Օլիվիան էր նրանց տուն տանում իր մեքենայով։ Ոչ թե այն շքեղ մեքենան, որ նա ուներ, այլ պարզ սեդան, որը նա գնել էր քաղաքում իր զբոսանքների համար։ Նրանք դրա մասին չմեկնաբանեցին, բայց երեքն էլ հասկացան իմաստը։ Նա հարմարվում էր նրանց աշխարհին, ոչ թե փորձում էր բարձրացնել նրանց իրենին։ Բնակարանում Օլիվիան օգնեց Աննային տեղավորվել մահճակալին։ Աղջիկը հոգնած էր, բայց լավ տրամադրությամբ թեթացած, որ տանն էր։ Օլիվիա, կանչեց Աննան, մինչ կինը դուրս կգար։ Դուք հիմա կհեռանաք, երբ հիմնադրամի հետ եք զբաղվում։ Ես ավելի զբաղված կլինեմ, խոստովանեց Օլիվիան։ Բայց ես չեմ հեռանա։ Խոստանում եմ։ Խոստումները կարևոր են, լրջորեն ասաց Աննան։ Հայրիկը միշտ ասում է, որ խոստումները պետք է պահել։ Եվ ես դա կպահեմ։ Օլիվիան շուտով հեռացավ, Վիկտորին Աննային մենակ թողնելով։ Բայց նրա ներկայությունը կարծես մնացել էր, անջնջելիորեն նշելով տարածությունը։ Հայրիկ, ասաց Աննան, երբ Վիկտորը նրան ծածկում էր, Օլիվիան հիմա մոր պես է։ Հարցը Վիկտորին անակնկալի բերեց։ Ինչպես պատասխանել դրան։ Օլիվիան Աննայի մայրը չէր։ Ոչ կենսաբանական կամ իրավական իմաստով։ Բայց նա նշանակալի մի բան էր դարձել նրանց կյանքում։ Մեկը, ով հոգ էր տանում։ Մեկը, ով մնում էր։ Նա հատուկ մեկն է, զգուշորեն ասաց նա։
Մեկը, ով շատ է սիրում քեզ ինձ։ Ես էլ եմ նրան սիրում։ Դուք սիրում եք նրան, հայրիկ։ Վիկտորը մտածեց հարցի մասին։ Սիրում էր նա Օլիվիային։ Ամիսներ առաջ պատասխանը կլիներ ընդգծված և ոչ։ Նա ներկայացնում էր այն ամենը, ինչ նա զայրացնում էր՝ արտոնություն, միջամտություն, սխալ ուղղված բարեգործություն։ Բայց հիմա… Այո, ասաց նա վերջապես։ Ես սիրում եմ նրան։ Լավ, ասաց Աննան, հորանջելով։ Որովհետև նա էլ է ձեզ սիրում։ Ես տեսնում եմ նրա նայվածքից։ Այս շփոթեցնող դիտարկումով Աննան փակեց աչքերը քնեց։ Թողնելով Վիկտորին մենակ մտքերի հետ, որոնք նա պատրաստ չէր շատ մանրամասնորեն քննելու։ Որովհետև եթե նա ազնիվ լիներ իր հետ, այն, ինչ նա զգում էր Օլիվիայի հանդեպ, վերածվել էր ավելի բարդ մի բանի, քան պարզ ընդունումը։ Հարգանք կար։ Իսկական երախտագիտություն կար։ Եվ էլի մի բան կար, մի բան, որը նա պատրաստ չէր անվանելու։ Դեռ ոչ։ Հաջորդող ամիսները բերեցին փոփոխություններ, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Վիկտորը պաշտոնապես մերժեց աշխատանքի առաջարկը հարավային շրջանում, բայց դա անսպասելի դուռ բացեց։ Նույն հավաքագրողը տպավորված մերժման պատճառների վերաբերյալ նրա ազնվությամբ, նրան կապեց տեղական մի ընկերության հետ, որին քաղաքացիական ինժեներ էր պետք ժամանակավոր նախագծերի համար։ Դա եռակի աշխատավարձը չէր, բայց կայուն էր։ Դա արժանապատվություն էր, ձեռք բերված։ Օլիվիան իր հերթին ստանձնեց հիմնադրամը մի էներգիայով, որը զարմացրեց վետերան խորհրդականներին։ Նրա առաջին գործողությունը նվիրատվությունների ուղղությունը ամբողջովին վերակառուցելն էր։ Այլս բարեգործական ընթրիքներ չէին լինի, որտեղ հարուստները լավ էին զգում, փող լցնելով խնդիրների վրա։ Հիմա դա կլիներ կայուն ծրագրերի, հզորացման, արժանապատվության մասին։ Եվ նա պնդեց, որ Վիկտորը լինի ոչ պաշտոնական խորհրդատու։ Ինձ պետք է մեկը, ով ապրել է մյուս կողմում, բացատրեց նա խորհրդին, անտեսելով բարձրացած հոնքերը։ Ուրբաթ օրերը շարունակվեցին։ Երբեմն պիցցա էր, երբեմն մակարոն, որը Օլիվիան սովորում էր պատրաստել առցանց ձեռնարկներով, երբեմն ավելի բարդ ընթրիք, որը Վիկտորը հպարտությամբ էր պատրաստում, երբ նրա աշխատավարձը թույլ էր տալիս։ Աննան ավելի ուժեղ էր մեծանում, ավելի առողջ։ Բժիշկները լավատես էին։ Վիրահատությունը, որը նախկինում անխուսափելի էր թվում, հիմա պարզապես հեռավոր հնարավորություն էր։ Հենց այդ ուրբաթ օրերից մեկի ժամանակ հիվանդանոցում տեղի ունեցած դեպքից գրեթե 1 տարի անց վերջնական բացահայտումը տեղի ունեցավ։ Նրանք բոլորը նստած էին բնակարանի փոքրիկ բազմոցին, դիտելով մի ֆիլմ, որն Աննան էր ընտրել, երբ դուռը թակեցին։ Վիկտորը վեր կացավ, հետաքրքրված։ Նա ոչ ոքի չէր սպասում։ Երբ բացեց, շեմին կին տեսավ։ Մի պահ նա չճանաչեց նրան։ Հետո նրա ուղեղը գրանցեց ծանոթ գծերը, այն աչքերը, որոնք Աննան ժառանգել էր։ Ռոզա։ Անունը դուրս եկավ որպես ցնցված շշուկ։ Նրա հետից նա լսեց Օլիվիային վեր կենալիս, հավանաբար զգալով լարվածությունը։ Եվ Աննան, իր փոքրիկ Աննան, նույնպես ոտքի կանգնեց։ Բար Վիկտոր, ասաց Ռոզան, նրա ձայնը դողում էր։ Ես գիտեմ, որ իրավունք չունեմ այստեղ լինելու։ Բայց ես պետք է խոսեմ ձեր հետ։ Ձեր երկուսի հետ։ Վիկտորը կաթվածահար մնաց, անորոշ թե ինչ անել։ Հենց Օլիվիան կայացրեց որոշումը։ Նա մեղմորեն դիպավ նրա թին։ Ես Աննային սենյակ կտանեմ, որպեսզի նա այնտեղ ավարտի ֆիլմը։ Ոչ, ասաց Աննան, ձայնը փոքր, բայց ամուր։ Ես ուզում եմ մնալ։ Նա իմ մայրն է։ Բոլորը նայեցին աղջկան։ Նրա մեջ մի հասունություն կար, որը սիրտ էր կոտրում։ Նա գիտեր, թե ով էր Ռոզան։ Հիշում էր նրան, նույնիսկ եթե մշուշոտ։ Եվ իրավունք ուներ ներկա լինելու։ Լավ է, ասաց Վիկտորը վերջապես, տեղ բացելով Ռոզային ներս մտնելու համար։ Բնակարանը հանկարծակի էլ ավելի փոքր թվաց։ Ռոզան շուրջը նայեց, տեսնելով փոփոխությունները, քանի որ վերջին անգամ այնտեղ էր եղել։ Նա տեսավ Աննայի նկարները պատերին։ Ավելի կազմակերպված խոհանոցը։ Փոքր բարելավումները, որոնք Վիկտորը կատարել էր իր նոր աշխատավարձով։ Եվ տեսավ Օլիվիային անծանոթի, ով ակնհայտորեն հարմարավետ էր այդ տարածքում։ Դուք ո՞վ եք, հարցրեց Ռոզան, այդ հարցում բազմաթիվ շերտեր կային։ Օլիվիա, պարզապես պատասխանեց նա։
Ընտանիքի ընկերուհի։ Ռոզան գլխով արեց, հասկանալով ավելին, քան ասվել էր։ Նա շրջվեց դեպի Աննան։ Դու այնքան մեծացել ես։ Այնքան գեղեցիկ։ Շնորհակալություն, ասաց Աննան քաղաքավարիորեն, բայց հեռավորություն պահպանելով։ Ես գիտեմ, որ արժանի չեմ այստեղ լինելու, սկսեց Ռոզան, արցունքներն արդեն հոսում էին։ Ես ձեզ լքեցի։ Հեռացա, երբ դժվարացավ։ Ես վախկոտ էի։ Վախկոտ չէիք, ասաց Վիկտորը, զարմացնելով բոլորին։ Մարդ էիք։ Սահման ունեիք հասակ դրան։ Ես դրա համար ձեզ չեմ մեղադրում։ Բայց Աննան։ Մեր դուստրը։ Ես նրան թողեցի։ Այո, թողեցիք։ Եվ դա ցավեցրեց նրան։ Եվ շարունակում է ցավեցնել։ Բայց դա նրա պատմության մի մասն է հիմա։ Մի բան, որը նա պետք է մշակի ի վերջո ընդունի։ Ռոզան նայեց Աննային, փնտրելով զայրույթի, մերժման նշաններ։ Բայց աղջիկը պարզապես նրան նայում էր հեռավոր հետաքրքրությամբ։ Ատելություն չկար։ Բայց նա չկար այն անվերապահ սերը, որը կար նախկինում։ Ինչու՞։ Եք վերադարձել, հարցրեց Աննան, այն հարցը, որը բոլորն էին ուզում տալ։ Որովհետ թերապիա անցա։ Որովհետ աշխատեցի ինքս ինձ վրա։ Որովհետ հասկացա, որ հեռանալը ճիշտ բանն էր ինձ համար այդ պահին, բայց հավերժ հեռու մնալը այդպես չէր։ Դու իմ դուստրն ես։ Եվ ես քեզ սիրում եմ, նույնիսկ եթե ձախողեցի դա ցույց տալու մեջ։ Սերը պարզապես զգացմունք չէ, ասաց Աննան, նրա բառերը արձագանքում էին այն խոսակցություններին, որ նա ունեցել էր Վիկտորի Օլիվիայի հետ։ Դա գործողություն է։ Դա ներկա լինելն է։ Դա չհանձնվելն է։ Ռոզան հիմա բացահայտ հեկեկում էր։ Դու ճիշտ ես։ Եվ ես հանձնվեցի։ Ես չեմ կարող դա փոխել։ Ես կարող եմ միայն փորձել ավելի լավ անել այսուհետ, եթե դու ինձ թույլ տաս։ Վիկտորն ու Օլիվիան հայացքներ փոխանակեցին։ Սա նրանց մասին չէր։ Սա Աննայի մասին էր։ Եվ Աննան պետք է ձայն ունենար այս որոշման մեջ։ Ինչ ես ուզում, փոքրիկս, մեղմորեն հարցրեց Վիկտորը։ Աննան երկար մտածեց։ Ես ուզում եմ իմանալ, թե ով ես դու հիմա, ասաց նա Ռոզային։ Ոչ թե այն մայրը, ով հեռացավ, այլ այն անձնավորությունը, ով դու հիմա ես։ Դա անդաղ։ Հոր Օլիվիայի ներկայությամբ։ Դա զարմանալիորեն հասուն պատասխան էր 8-ամյա երեխայի համար։ Բայց Աննան չափազանց արագ էր մեծացել, սովորել էր կորստի վերականգնման մասին, այն մասին, թե ինչպես են մարդիկ բարդ անկատար։ Դա արդար է, ասաց Ռոզան։ Ավելի, քան ես արժանի եմ։ Հետո խոսակցությունը դժվար էր։ Ռոզան բացատրեց, թե որտեղ էր եղել, ինչ էր արել։ Աշխատում էր որպես փոքրիկ խանութի մենեջեր մեկ այլ քաղաքում։ Նա ֆինանսապես էմոցիոնալ առումով կայունացել էր։ Նա չէր ուզում վերադառնալ Վիկտորի հետ ամուսնությանը, երկուսն էլ հասկանում էին, որ այդ գլուխն ավարտվել էր։ Բայց նա ուզում էր, եթե հնարավոր էր, ինչ-որ կապ ունենալ Աննայի հետ։ Վիկտորը համաձայնեց, բայց հստակ սահմաններ դրեց։ Սկզբում վերահսկվող այցելություններ։ Ոչ մի խոստում, որը չէր կարող կատարել։ Եվ Աննան միշտ կունենար վերջին խոսքը հարաբերությունների տեմպի չափի վերաբերյալ։ Օլիվիան լուռ մնաց խոսակցության մեծ մասի ընթացքում։ Դիտելով։ Բայց նրա ներկայությունը կարևոր էր։ Դա ցույց էր տալիս, որ հիմա կառուցվածք կար այդ ընտանիքում։ Որ Աննան ավելին ուներ, քան պարզապես Վիկտորը։ Նա աջակցության ցանց ուներ։ Երբ Ռոզան վերջապես հեռացավ, պայմանավորվելով հաջորդ վերահսկվող այցելության մասին, բնակարանում ծանր լռություն տիրեց։ Աննան գնաց իր սենյակ, ոչինչ չասելով։ Վիկտորն ու Օլիվիան մնացին հյուրասենյակում։ Սա փոխում է ամեն ինչ, հարցրեց Օլիվիան մեղմորեն։ Փոխում է։ Բայց ոչ այնպես, ինչպես դուք եք մտածում։ Ռոզան Աննայի անցյալն է։ Դուք ես նրա ներկան ենք։ Եվ հուսով եմ, ապագան։ Դուք վստահ եք։ Որովհետ եթե դուք Ռոզան պետք է նորից փորձեք Աննայի համար։ Ոչ, ամուր ասաց Վիկտորը։ Այդ ամուսնությունը վաղուց ավարտվել է։ Եվ Աննային պետք չեն ծնողներ, ովքեր ձացնում են, թե միասին են։ Նրան պետք են ազնիվ մեծահասակներ, ովքեր սիրում են նրան։
Իսկ եթե Ռոզան ավելի շատ ժամանակ ուզի նրա հետ, ապա մենք դրան կանդրադառնանք որպես մեծահասակներ։ Բայց դա չի փոխում այն, ինչ մենք կառուցել ենք այստեղ։ Դա չի փոխում, որ դուք դարձաք այս ընտանիքի մի մասը։ Օլիվիան զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Ընտանիք։ Այսպես եք դա տեսնում։ Այսպես ենք բոլորս դա տեսնում։ Նույնիսկ Աննան։ Նա երեկ ասաց, որ դուք իր համար երկրորդ մայր եք։ Մեկը, ով ընտրեց մնալ։ Մինչ Օլիվիան կկարողանար պատասխանել, Աննան վերադարձավ սենյակից։ Նա բռնած էր մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփը։ Հայրիկ, ասաց նա, կարծում եմ ժամանակն է, որ դուք մի բան անեք դրանով։ Վիկտորը վերցրեց տուփը, բացելով այն։ Մատանին դեռ այնտեղ էր, փայլելով բնակարանի թույլ լույսի տակ։ Ինչ եք կարծում, ես ինչ պետք է անեմ։ Կարծում եմ, դուք պետք է անեք այն, ինչ մենք ասացինք, ասաց Աննան իր տարիքից վեր իմաստությամբ։ Տալ մեկին, երբ պատրաստ լինեք։ Երբ այն ներկայացնի նոր խոստում, ոչ թե հին։ Վիկտորը նայեց Օլիվիային։ Նա էլ նայեց նրան։ Ոչ ոք ոչինչ չասաց, բայց ինչ-որ բան անցավ նրանց միջ։ Հասկացողություն։ Հնարավորություն։ Հույս։ Մի օր, ասաց Վիկտորը, փակելով տուփը։ Երբ ճիշտ ժամանակը լինի։ Աննան ժպտաց, բավարարված պատասխանից։ Կարող եմ հիմա ավարտել իմ ֆիլմը դիտելը։ Կարող ես, ասաց Վիկտորը, ծիծաղելով։ Երբ Աննան վերադարձավ սենյակ, Վիկտորն ու Օլիվիան նորից մենակ մնացին։ Նա դեռ բռնած էր տուփը։ Դուք գիտեք, որ ես ոչինչ չեմ ակնկալում, չէ՞, ասաց Օլիվիան։ Ես այստեղ եմ, որովհետև ուզում եմ լինել, ոչ թե որովհետև ինչ-որ բան եմ ակնկալում փոխարենը։ Ես գիտեմ։ Բայց գուցե ժամանակն է դադարել մտածել միայն ակնկալիքների պարտականությունների մասին։ Գուցե ժամանակն է պարզապես թույլ տալ, որ ամեն ինչ լինի այն, ինչ կա։ Եվ ինչ կա։ Դեռ չգիտեմ։ Բայց դրանք իրական են։ Եվ մերն են։ Կառուցված զրոյից, բոլոր սխալներով ճիշտ քայլերով ճանապարհին։ Օլիվիան մոտեցավ, կանգնելով նրա կողքին։ Նրանք միասին նայեցին բնակարանի փոքրիկ պատուհանից, դեպի քաղաքը, որը տարածվում էր այն կողմ։ Գիտեք, թե ինչն է զվարճալի, ասաց նա։ Ես այս ամենը սկսեցի, որովհետև ինձ դատարկ էի զգում։ Կարծում էի, որ մեկին օգնելը կլրացնի դատարկությունը։ Բայց դա այդպես չեղավ։ Ոչ։ Ոչ։ Դատարկությունը դեռ այնտեղ է։ Բայց հիմա ես ավելի ուժեղ մի բան ունեմ, քան դա։ Ես կապ ունեմ։ Ես նպատակ ունեմ, որը իմ մասին չէ։ Ես ունեմ ձեզ երկուսիդ։ Վիկտորը վերջապես մի կողմ դրեց տուփը, բռնեց Օլիվիայի ձեռքը։ Դա պարզ ժեստ էր, բայց իմաստով լի։ Դուք գիտեք, որ մենք դեռ բարդ ենք, չէ՞։ Մենք դեռ ունենք մեր տարբերությունները, մեր մարտահրավերները։ Ես գիտեմ։ Բայց բարդը չի նշանակում անհնար։ Չի նշանակում, համաձայնեց նա։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, ձեռքերը միահյուսված, նայելով ապագային հույսի իրատեսության խառնուրդով։ Դա հեքիաթային ավարտ չէր։ Դա ավելի լավ էր։ Դա իրական էր։ Աննանց մեկ անգամ հայտնվեց, այս անգամ հորանջելով։ Ես քնկոտ եմ։ Կարող եմ հիմա քնել։ Կարող ես, ասաց Վիկտորը։ Գնանք քեզ քնեցնենք։ Եվ երեքով միասին գնացին Աննայի սենյակ։ Վիկտորն ու Օլիվիան նրան ծածկեցին մահճակալի յուրաքանչյուր կողմից։ Դա մի խորեոգրաֆիա էր, որը նրանք մշակել էին ամիսների ընթացքում։ Բնական։ Հարմարավետ։ Ընտանիք։ Բարի գիշեր, փոքրիկս, ասաց Վիկտորը, համբուրելով նրա ճակատը։ Բարի գիշեր, սիրելիս, ասաց Օլիվիան, անելով նույնը։ Բարի գիշեր, հայրիկ։ Բարի գիշեր, Օլիվիա։ Սիրում եմ ձեզ։ Մենք էլ ենք քեզ սիրում, ասացին միասին, դա ճիշտ էր։ Երբ նրանք դուրս եկան սենյակից, թողնելով միայն գիշերային լույսը վառված, Վիկտորն ու Օլիվիան կանգ առան միջանցքում։ Ուշ էր։ Օլիվիան պետք է հեռանար։ Բայց նրանցից ոչ ոք չէր ուզում խախտել այդ պահը։ Մնացեք, ասաց Վիկտորը հանկարծակի։ Նախաճաշի համար։ Աննային դուր կգա։ Եվ ինձ էլ։
Օլիվիան ժպտաց. Լավ. Ես կմնամ։ Եվ այսպես, ուրբաթի այդ սովորական գիշերը, երանի որ է փոքրիկ բնակարանում, 3 մարդ գտան մի բան, որը փողը չի կարող գնել, աղքատությունը չի կարող խլել։ Նրանք գտան կապ։ Նրանք գտան ընտանիք։ Նրանք գտան տուն։ Դա կատարյալ չէր։ Երբեք չէր լինի։ Վիկտորը դեռ պայքարում էր հպարտության անվստահության հետ։ Օլիվիան դեռ կրում էր իր սոցիալական դիրքի մենակությունը։ Աննան դեռ մշակում էր իր կենսաբանական մոր լքումը։ Ռոզան դեռ փորձում էր գտնել իր տեղը այս նոր կազմածում։ Բայց դրանք իրական էին։ Եվ դրանք ազնիվ էին։ Եվ դրանք միասին էին։ Եվ հիմա, այսօրվա համար, դա ավելին էր, քան բավարար։ Դա ամեն ինչ էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վիկտորի, Օլիվիայի, Աննայի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Նրանց նման, մենք բոլորս կրում ենք մեր պայքարը փնտրում իսկական կապ այս բարդ աշխարհում։ Եթե այս պատմությունը արձագանքել է ձեզ, խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին, շարունակելու ստանալ պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային փորձի խորությունը։ Լայք դրեք, եթե հավատում եք, որ ընտանիքը ընտրության մասին է, ինչպես Նահարյան, մեկնաբանություններում մեզ պատմեք, թե պատմության որ պահը ձեզ ամենաշատն է տպավորել։ Ձեր պատմություններն ու մտորումները հարստացնում են մեր համայնքը, հիշեցնում մեզ, որ մեր ճանապարհորդություններում ոչ ոք իսկապես մենակ չէ։ Մինչ հաջորդ պատմությունը։